72 տարեկանում որոշեցիք բացել Instagram-ի էջ։ Աղջիկս եկավ այդ գաղափարի մասին սկսեց պատմել։ Սկզբում ասեցի ոչ, ինձ հետ գործ չունես։ Սոցցանցերում ակտիվ չեմ եղել երբեք, ու միշտ դեմ եմ եղել։ Ինձ անոթներից, իմ հասակակիցներից ով ինչ կասի, չեմ քնել այդ առաջի օրը։ Մարդկանց ներկայացնում եք մենակ կնոջ կյանքը սկսեցիք սիրել ինչ-որ մի փուլ կյանքը չսիրելուց հետո, թե անկախ բոլոր մարտահրավերներից միշտ սիրել եք կյանքը։ Երեխաներս մեծացան, ամուսնացան, կորցնել այդպիսի ամուսին շատ ծանր է։ Այդ ժամանակ ահավոր էր սկզբում։ Սիրել ենք իրար շատ ուժեղ, ինչև հիմա սիրում եմ։ Միառժամանակ փակվեցի, չէի ուզում շփվել, շատ մեծ դեր խաղաց աղջկաս ընտանիքը։ Հանեցին ինձ այդ վիճակից։ Դա արդեն իմ համար հոգեբանել է, ամեն ինչ է։ Հայկական իրականության մեջ անձնուրաց մայրությունը շատ տարածված երևույթ է, բայց անձնուրաց մայրությունը երբեմն վնասում է եւ մայրիկին, եւ երեխաներին։ Սկզբում ես էլ չէի հանդուրժում դա։ Երբ որ անընդհատ դու ես որոշում, քո կարծիքը միշտ հաշվի են առնում ու հանկարծ դու տեսնում ես, որ դու պետք չես կամաց։ Իրանք արդեն կարողանում են որոշել իրանցը, դժվար է իհարկե։ Աշխատել եմ ցույց չտալ է ծանր։ Միգուցե իրանք նկատել են, տեսել են կողքից, թե ծանր է ինձ համար, բայց ես կարողացա ինձ զսպել։ Դա գիտեք, աղջկա տալիս ես, գնում է ինքը բոլոր դեպքերում, իսկ տղային դժվար է իհարկե։ Կյանքի փոփոխությունները միանգամից ու բաց ընդունեցիք, թե սկզբում կռիվ ունեիք դրանց հետ, հետո հասկացաք, որ կամ պետք է կռվով ու անհաշտ ապրել, կամ պետք է ընդունել իրականությունը, հաշտ ու խաղաղ ապրել։ Ես էլ չէի կարողանում, ինձ համար դժվար էր դա։ Հասկացա, որ կյանքն է փոխվել, դու պետք է հարմարվես, սիրես այդ կյանքը, նորից սիրեցի կյանքը, ես երջանիկ մայր եմ։ Հիմա շատ ընդունված է խոսել հետծնդաբերական դեպրեսիայի մասին, եւ դա ոչ միայն հոգեբանական, այլև հաճախ նաեւ հենց ֆիզիոլոգիական վիճակ է կնոջ մոտ։ Մեր ծնողների սերունդը այդ մասին չէր խոսում։ Դուք ինչպես եք անցնում այդ սթրեսների միջով, երբ չգիտեիք, որ դա նորմալ է եւ դա բոլորի մոտ է լինում։ Երեխային վերցրի գնացի մամայիս մոտ։ Տնոջ ուժեղությունից կախված է երեխայի երջանկությունը, երբ որ մայրը ուժեղ է, տղան էլ ուժեղ լինում։ Զբաղվածության մեջ շատ եք կարոտում հենց ձեր հարազատներին։ Շատ։ Միշտ կարոտած եմ։ Հասկանում եմ, որ զբաղված եմ, չի կարելի խանգարել։ Մեծ ուրախությամբ շփվում եմ, երբ որ առիթ է լինում։ Հաղորդման գործընկերն է Իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Դու ինչի մաս ես։ Ես 72 տարեկան եմ եւ վայելում եմ կյանքի բոլոր գույները։ Չէ, սա բնականաբար իմ խոսքերը չեն, սա իմ հյուրի խոսքերն են, ով մոտիվացնում է շատ մարդկանց եւ արդեն սկսում է օրինակ դառնալ իր հասակակիցների համար, թե ինչպես կարելի է վայելել կյանքը բոլոր տարիքներում։ Այսօր իմ հյուրը Հասմիկ Մկրտչյանն է։ Ողջույն Տիկին Հասմիկ։ Բարև ձեզ։ Ես մի քանի օր առաջ պատահաբար տեսա ձեր էջը ու պարզվեց, որ նոր եք սկսել էջ վարել ու միանգամից արդեն բազմաթիվ մարդկանց եք սկսել գրավել ձեր էներգիայով, որովհետև ցույց եք տալիս, թե ինչպես կարելի է կյանքը սիրել բոլոր տարիքներում եւ բոլոր իրավիճակներում։ Դուք ձեր կյանքի բոլոր տարիքներում միշտ այդպիսին եք եղել, թե ճանապարհ անցնելու եւ իմաստնություն ձեռք բերելու արդյունքում սկսեցիք սիրել կյանքը իր բոլոր գույներով։ Իհարկե ոչ մի անգամից, իհարկե տարբեր կյանքի փուլերում տարբեր դժվարություններով եմ անցել, որ ասեմ, որ ասենց ամեն ինչը հոյակապ է եղել ու այդպես փափուկ անցել եմ, ոչ իհարկե։ Տարբեր փուլեր եմ անցել, տարբեր երիտասարդությունս մի ձևի ա եղել, միջին տարիքս ուրիշ ձևի, երբ որ արդեն ծերացա, չեմ ասում ծերացա, երբ որ արդեն հասուն տարիքում ամուսին կորցրեցի։ Շատ լավ ամուսին, մենք շատ լավ օրինակելի զույգ ենք եղել։ Շատ ծանր տարա, որովհետև ինքը իմ համար ամեն ինչ էր։ Այդ շատ դժվար փուլը անցնելուց հետո կարողացա ինձ հաղթահարել, դուրս գալ այդ վիճակից ու հիմա արդեն հեշտ է, ամեն ինչը ստացվում։ Նորից սիրեցի կյանքը, երեխաներ ունեմ, երեխաներս էլ են օգնում։ Ես երջանիկ մայր եմ, կարող եմ ասել։ Ու հիմա վայելում եմ երեխաներիս, թոռնիկներիս, ծոռնիկներիս, սիրում եմ կյանքը։ Կյանքը սկսեցիք սիրել ինչ-որ մի փուլ կյանքը չսիրելուց հետո, թե
անկախ կյանքի բոլոր մարտահրավերներից միշտ սիրել եք կյանքը։ Ես միշտ սիրել եմ կյանքը, տարբեր իր դժվարություններ անցնելով, նույնիսկ երբ որ դժվար էր լինում, ես հաղթահարում էի հեշտ, անցնում էի առաջ։ Ամենածանրը ամուսին կորցնելն էր ինձ համար, ամենածանրը, էդ էլ հաղթահարեցի։ Ես միշտ զգում եմ իր ապակասությունը իմ կողքից, բայց հասկանում եմ, որ կյանքն է, այդպես դասավորվեց ու կարողացա առաջ գնալ։ Հիմա ձեր կյանքում նոր շրջան է սկսվում, որովհետև թեպետ դեռ 20 օր չկա, ինչ բլոգ եք սկսել վարել, բայց դուք միանգամից մտաք սիրտը հենց ձեր պատմություններով, հենց ձեր կյանքը սիրելով եւ տարիքը ոչ թե պատճառ, այլ առիթ օգտագործելով։ Հիմա մարդիկ սկսում են նաև ձեզ ճանաչել։ Այս կյանքի նոր շրջանը ձեզ ինչպես է տրվում։ Շատ հաճելի։ Մեծ ուրախությամբ սկզբում շատ ասում էի չէի համաձայնվում, աղջիկս որ համոզում էր, ասում էի չէ։ Իսկ հետո հանկարծ այնքան լավ ստացվեց, որ ստացվեց, հիմա բոլորից սիրում եմ, ինձ եմ ուրախանում, որ մարդիկ մոտենում են, խոսում են։ Ես հիշում եմ, որ ժամանակին ավագ սերնդից շատերը նույնիսկ հրաժարվում էին գրանցվել սոցցանցերում, իհարկե հիմա էլ այդպես չէ, որովհետև իրենց համար էլ է ինչ-որ առումով կենսակերպ դարձել սոցցանցերից օգտվելը, բայց առաջին շրջանում սոցցանցերը կարծես մերժվեին ավագ սերնդի կողմից։ Ըստ էության մենք ապրեցինք մի ժամանակաշրջան, երբ հեռախոս չունենալուց հասանք ամեն վարքյան հասանելի լինելուն ու այդ անցումային շրջանը, օրինակ ինձ մոտ համընկավ այնպես մեր մեծանալու տարիներն էր, մենք մեխանիկորեն այդ ամեն ինչը ընդունեցինք մեր կյանք։ Այ ձեր պարագայում ինչպես էր, երբ որ դուք շատ երկար տարիներ սովորեիք այլ կենսակերպի ու մեկ էլ կյանքը լիարժեք փոխվեց։ Այո, կամած մի անգամից չէ, ես էլ չեմ մերժում սկզբում։ Իհարկե, մերժում էի, չէի ուզում, ես պետք չի, կամած, ես էլ ինտեգրվեցի, շատ հաճիկով հիմա մասնակցում եմ ամեն ինչ որ կարողանում եմ, ինձ հաճելի է արդեն, ու չեմ էլ պատկերացնում արդեն ուրիշ ձևով ապրել։ Իսկ ինչու եք սկզբում մերժում սոցցանցերը։ Դա ինձ համար անսովոր էր, ինձ համար անհասկանալի, չէի ընդունում։ Ոնց որ բոլորը։ Հետո կամած օգնությամբ իհարկե հասկացա, որ առանց դրա հնարավոր չի արդեն լիարժեք ապրել։ Ձեր բլոգը ինչ-որ առումով նաև սոցիալական նշանակություն ունեցավ։ 72 տարեկանում որոշեցիք բացել Instagram-ի էջ, եթե չեմ սխալվում, ձեր առաջին էջն է։ Այո։ Եվ վարել բլոգ, որը կպավ շատ մարդկանց սրտերին։ Ինչպես առաջացավ գաղափարը։ Շատ պատահական։ Ես ընդհանրապես սոցցանցերում ակտիվ չեմ եղել երբեք, ու միշտ դեմ եմ եղել ակտիվության։ Հետո այնպես ստացվեց, որ աղջիկս եկավ, այդ գաղափարի մասին սկսեց պատմել։ Էքսպրոմտ այնպես հանկարծ սկսեց խոսել այդ թեմայով մեծահասակների, խնդիրների, մանավանդ կանանց, իմ հասակի։ Գիտեք, որ Հայաստանում մի քիչ մեր կանայք իմ տարիքի այդքան էլ ակտիվ չեն։ Սկսեց համոզել։ Սկզբում ասեցի ոչ, ինձ հետ գործ չունեց։ Հետո որ սկսեց ավելի մանրամասն պատմել, բացատրել, հանկարծ համաձայնվեցի առաջին նկարելը, համաձայնվեցի։ Բայց դա հենց առաջին օրն էր, թե ժամանակ էր անցել առաջին Չէ, մյուս առաջարկից։ օրն էր հենց խոսած, մյուս օրը թորնիկս արդեն ամեն ինչը վերցրած եկավ երկուսով, ոնց որ փաստի առաջ կանգնացին, արդեն չկարողացա ասեմ, չէ, դե որ արդեն եկել էին պատրաստած, ոնց ասեի, չէ, գնացեք, չեմ ուզում։ Սկսեցի հետները, ինչ որ պետք էր անում էի, հետո զգացի, որ ինչ որ ինձ մոտ էլ ստացվեց հանկարծակի, չեմ կարող բացատրել, այդ ոնց եղավ։ Ձեր թորնիկը պատմում է, որ շատ արագ է ձեզ նկարել։ Մյուս օրը արդեն ստացված էր։ Այսինքն հենց նկարահանման process-ն էլ շատ կարճ է տևել, անընդհատ բեմադրելու կարիք չեք ունեցել։ Այսօր հանեցին, գցեցին ցանցեր, մյուս օրը արդեն ստացվեց, արդեն սկսեցին հետաքրքրվել, մարդիկ գրել, ու ես էլ հետաքրքրվեցի։ Այդ առաջին ալիքը ինչպես ընդունեցիք։ Չեմ քնել այդ առաջի օրը, այնքան հուզված էի, ու ասենց պատկերացնում ասում եմ, տեսնես ով ինչ ռեակցիա կտա իմ ծանոթներից, իմ հասակակիցներից, ով ինչ կասի, որտեվ իմ շրջապատում էլ ոչ բոլորն են ընդունում այդ ամեն ինչը։
ու այնքան վատ էի զգում ինքս ինձ չէի արտահայտում մյուս օր աղջիկը զանգեց ասում ես այնքան հուզված եմ ես չեմ հասկանում ինչա լինելու վերջը հետո մյուսը նկարեցին հետո մյուսը հետո զգացի որ ինչ որ ստացվում է զարմանալիորեն առաջ գնաց մարդիկ հետաքրքրվեցին մանավանդ երիտասարդները ինձ համար դա հանելուկ է Ես կարծում եի իմ հասակակիցներ կարծականք են, բայց ավելի շատ երիտասարդներն են հետաքրքրված։ Յանում են։ Ու արդեն ինձ էլ է սկսել դուր գալ։ Իսկ այդ մեկնաբանությունները դուք կարդում եք, թե սկզբում ընտանիքի անդամներն էին կարդում։ Սկզբում իրանք էին կարդում, ես չէի կարդում։ Դե ես էլ էի սովորում, ախր ամեն օր սովորել եմ։ Ես այդպես ասում եմ, ես ակտիվ չեմ եղել։ Շատ բան ես հիմա եմ սովորում այդ ամեն ինչով որ առաջ է գնում։ Հետո սովորեցի ես ինքս արդեն անդադ կարդում եմ իրանց նման։ Ամբողջ մեր ընտանիքն է կարդում։ Պես ասում է աղջիկս ամուսինը ասում է հեռախոսս անդադ նստում է։ Անդադ մեջն եմ աշխատանքի վայրում եմ իրանք բոլորը հետաքրքրվեցին։ Ոնց որ հրաշք տեղի ունեցավ։ Հանկարծակի։ Ես մինչև հիմա էլ չեմ հասկանում, ես ինչ կատարվեց։ Նույնիսկ որ փողոցում մոտենում են, բարի խոսքեր են ասում, այնքան երջանկանում եմ ու իրանց էլ եմ երջանկություն մաղթում։ Կոնտենտը իրենք են գրում, դուք նկարահանվում եք, թե այո, իմ աղջիկը, իմ թոռնիկը, հիմնականում աղջիկս իր մտահղացումներ։ Բայց ձեր աղջիկը բլոգ չունի։ Չէ։ Ինքը բլոգ չունի, ինձ որոշեց։ Ինքը հետաքրքրված էր մեր տարիքի կանանց ինտեգրել կյանքի մեջ, որ կարողանան ավելի ակտիվ լինել, որ կարողանան շփվել մարդկանց հետ, որ մեկուսության իրանց չմատնեն։ Իր համար դա շատ կարևոր էր, ըստ իր մասնագիտության։ Ու ինձ համոզեց մասնագիտությունի բժիշկուհի է ինքը։ Կամած համոզեց ինքը ուզում է որ մարդիկ այդ տարիքի մարդիկ ես էլ իրենց հետ շրջապատում լինենք միշտ ընկերներով շրջապատված որ ակտիվ մասնակցենք ամեն ինչի միասին գնանք թատրոն համերգներ ոչինչից հետ չմնանք այդ իր մտահղացումներ թորնիկս էլ միացավ Շատերը այսօր դիտարկում են բլոգինգը որպես հնարավորություն, որը նաև գովազդների միջոցով ավելի մեծ ֆինանսներ աշխատելու դաշտում է։ Արդյոք դուք դիտարկում եք նաև գովազդային համագործակցությունները ու արդյոք նաև նպատակ կա բլոգը ինչ-որ առումով բիզնեսի վերածելու։ Ի սկզբանե այդպես չէր։ Ի սկզբանե դա ավելի շատ նրա համար էր, որ իմ տարիքի կանայք միջավայր ստեղծվի նրանց շփվելու իրար հետ, որ դուրս գան մենակությունից, իրենց մենակ չզգան, լինեն ինքնավստահ, լինեն խնամված, ակտիվ։ Դիմում են իհարկե, շատ են դիմում գովազդների համար։ Դեռ չենք համաձայնվում։ Դա իհարկե ես չեմ որոշում։ Ունեմ որոշողներ։ Ես դրան ճիշտն ասած այդքան էլ չեմ Միանգամից աստղային կյանքով է սկսել ապրել, ինքը չի խառնվում ոչինչ, իր համար ամեն ինչ որոշվում է։ Բլոգի իմաստը գովազդը չէ։ Ի սկզբանե մենք ուզում ենք, որ կանայք իմ հասակի կանայք լինեն ավելի բաց, ավելի շրջապատ մտնեն, ավելի ինքնավստահ լինեն, խնամված լինեն, սիրեն կյանքը, շփվեն իրենց հասակակիցների հետ եւ ինչու՞ չէ երիտասարդների հետ։ Իսկ գովազդի հարցով ժամանակը ցույց կտա, մենք դեռ պատրաստ չենք, դրա մասին դեռ խոսքեր չկա։ Եթե ապագայում լինեն ինչ-որ առաջարկներ, գործակցություններ, մենք կմտածենք։ Ուրիշ նպատակ է սա, հետո հետագայում լայնացնել, եթե գետ մի կին կարողանա ինքն իր մեջ գտնել ինքն իրեն, ով որը մենակ է իրան զգում, որին ինչ-որ բանով օգնեմ, որ կարողանամ իրեն այդ վիճակից անել, ուրեմն ճիշտ եմ անում։ Տեսեք, դուք ձեր խոսքում նշում եք նաև շփման հարթակ ստեղծելը։ Արդյոք այս ուղղությամբ բլոգը ընդլայնելու միտք ունեք, կանանց ակումբ ստեղծելու, շփման հարթակներ ստեղծելու մասին մտքեր ունեք։ Այո, իհարկե, շատ ենք ուզում այդ ամեն ինչը զարգացնել, երևի ստացվի։ Ուրախ կլինենք բոլորին։ Մենք ուզում ենք, որ կանայք իմ տարիքի չփակվեն, լինեն ազատ, ինքնավստահ, ապրեն արժանապատվությամբ ու երջանիկ լինեն։ Դուք հիմնականում մարդկանց ներկայացնում եք մենակ կնոջ կյանքը,
նույնիսկ երբ որ հասուն տարիքում մենակ եք ապրում, այդքանով կյանքը չի ավարտվում եւ կյանքը չի սահմանափակվում միայն տան 4 պատերով, կյանքը չի սահմանափակվում միայն մեզանում ընդունված կարգերով, հա, որ եթե ընտանիքում բոլոր անդամները մի տան մեջ են ապրում, ուրեմն կյանքը լիքն է, եթե դու մենակ ես ապրում, ուրեմն կյանքը ինչ որ առումով դատարկվում է։ Դուք մենակ եք ապրում, բայց ես որքան հասկանում եմ, դուք մենակ մարդ չեք, որովհետեւ ձեր կողքին ձեր ընտանիքի անդամներն են, ովքեր նաև աջակցեցին հենց բլոգը սկսելուն։ Ամեն դեպքում հասունության հետ երբեմն մարդկանց մոտ գալիս է մենակության զգացողություն, որը իրենք հաղթահարում են։ Այդ դուք երբևէ ունեցել եք այդ մենակության զգացողությունը, որը պիտի հաղթահարեիք գալու այն կետին, որում հիմա եք։ Իհարկե, մինչև երեխաներից մեծանալը ամուսինս էլ կար, ամեն ինչ լավ էր, այդպես գնում էր, հետո կամաց երեխաներս մեծացան, ամուսնացան, ընտանիք շատ գեղեցիկ ընտանիքներ են կազմել, փառք Աստծո, կողքիս էլ ընկերը չկա, այդ ժամանակ ահավոր էր սկզբում, ես փակվեցի նույնիսկ մի առժամանակ փակվեցի, չէի ուզում շփվել, շատ մեծ դեր խաղաց աղջկաս ընտանիքը, դե տղաս հեռու էր, իսկ աղջկաս ընտանիքը միայն աղջիկս չէ, ամբողջ իր ընտանիքը, իր ամուսինը, իր բալիկները հանեցին ինձ այդ վիճակից, հանեցին, օգնեցին, պահանջելով, խնդրելով, համոզելով, ամեն ձևի։ Ու ես դուրս եկա այդ վիճակից, կամաց, մի անգամից չի ստացվել, կամաց, հաճախ անընդհատ գալիս էին, անընդհատ ամեն օր, զանգերի մասին էլ չեմ ասում, թե օրը քանի անգամ, հիմա էլ աղջիկը, լույսը բացում է, անպայման պետք է զանգի, մամ, ոնց ես, ինչ կա, ինչ ես անում, սուրճդ խմել ես, թե չէ, ոնց ես քնել, անընդհատ, նույնը թորնիկներս, դա արդեն իմ համար հոգեբանելը ամեն ինչ է, դա ամենաքաղցր բանն է աշխարհում, երբ որ հարազատներդ ուշադիր են քեզ, ու զգում ես, որ սիրում են քեզ։ Երբեմն շատ կարևոր է նաև հարազատների հանդեպ պարտավորվածությունը, այսինքն հնարավոր է դուք մի բան չուզեք անել, բայց հասկանալով, որ ենթադրենք դուք հիմա դուրս գաք զբոսնելու, դրանից կուրախանա ձեր աղջիկը կամ ձեր թոռները, դա հնարավոր է անեք հանուն դիմացինի, եւ հետո հասկանաք, որ դա դարձավ հանուն ձեզ։ Արդյոք այսպիսի ճանապարհ անցաք Այո, անպայման, ճիշտ եք ասում, այդպես ենք սկսում իմիջիալոց, այդպես, որ հաճոյանանք իրենց, որ չտխրեցնենք, չվիրավորենք, չնեղացնենք, հետո կամաց զգում ես, որ այդպես ճիշտ է, այդպես լավ է, այդտենց պետք է ապրել, բայց իրանք են հանել այդ վիճակից ինձ։ Դժվար էր, երբ որ դե մինչև իր մահանալը երեխաներս արդեն իրենցով էին ապրում։ Ես միշտ ուզեցել եմ, որ իրանք ինքնուրույն լինեն ու իրանք հաղթահարեն իրանց դժվարությունները։ Չեմ հասկանում այն ծնողներին, որոնք ամեն ինչում ուզում են խառնվել, օգնել։ Ես հասկանում եմ, իրանք ուզում են լավը իրանց բալիկներին, բայց հետո հասկանում ես, որ դա ընդհակառակը խանգարում ես, իրանք պետք է իրանց դժվարությունները իրենք հաղթահարեն։ Ոչ մենք մերը հաղթահարեցինք, հիմա իրենք իրենցը պետք է հաղթահարեն, որ կարողանան առաջ գնալ, ապրել իրենց կյանքով։ Միևնույնն է, ես մենակ չեմ։ Ես անընդհատ չնայած տղաս հեռու է, Մոսկվայում է ապրում, բայց ինքը անընդհատ իմ հետ է, զանգերով մենք անընդհատ իրար հետ ենք, կիսվում ենք, ինքն է պատմում իրանը, ես եմ իմը պատմում, աղջիկս կողքս է, այսինքն առանձին է ապրում, բայց կողքս թորնիկներս են կողքս։ Տիկին Հասմիկ, այդ իրավիճակը սկսվեց ձեր կյանքում մենակ ապրելու առաջին շրջանում։ Այո, երբ որ կորցրեց ամուսնուս, այդ ժամանակ շատ ծանր տարա, որտեղ անընդհատ մենք միասին ենք եղել։ Բոլոր հարցերը միասին ենք լուծել, ամեն ինչը միասին, երկար հանդիպել ենք մինչև ամուսնանալը, սիրել ենք իրար շատ ուժեղ, մինչև հիմա սիրում եմ։ Կորցնել այդպիսի ամուսին շատ ծանր է, ահավոր, երբ որ բոլոր հարցերը ինքն էր լուծում էր ինձ համար, մեջքեր ինձ համար, դա կորցնելը, երեխաները շատ կարևոր են, բայց դա այն չի, ինչ որ ամուսինն է, մանավանդ լավ ամուսին։ Ինձ հանեցին այդ վիճակից, ես ինձ կամաց մի քիչ ուժեղ զգացի, ինքնուրույն զգացի, իմիջիալոց այդպիսի ամուսին ունենալը միշտ
քեզ թույլ ես տալիս քեզ թույլ լինել։ Որտեվ գիտես, որ հարցերը լուծվում են իրեն, կարելի է եւ չանհանգստանալ, ամեն ինչ կլինի։ Ու կամած ես ուժեղացա։ Զգացի ինձ վստահ։ Հիմա ուրիշ փուլով եմ ապրում կյանքի։ Ու էլի լավ եմ ինձ զգում։ Նաև ձեր ամուսնու տված ուժն է հիմա ձեզ ուժեղացնում։ Այո, ինքը միշտ իմ հետ է։ Միասին կինո ենք նայում, միասին։ Ինքը ես իր ներկայությունը ընթացքում եմ։ Հնարավոր չի չզգալ։ Տիկին Հասմիկ իմ գործընկեր Իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից ձեզ նվեր քարտ։ Իմպլանտումը Հայաստանի առաջատար կենտրոններից մեկն է ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական։ Ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է Դավիթ Մաթևոսյան, իսկ կոսմետոլոգիական կլինիկայի հիմնադիրը Ելենան է Ադամյան, որը ոչ միայն բժշկական կրթություն ունեցող կոսմետոլոգ է, ոչ միայն դասավանդում է բժշկական համալսարանում, այլև շատ հաճախ վերապատրաստվում է արտերկրում, այնպես որ ձեր էսթետիկ եւ ոչ միայն էսթետիկ առողջությունը կարող եք վստահել իրենց։ Շնորհակալ եմ։ Սիրով։ Ստոմատոլոգիայում նորարարական մեթոդները շատ են, իսկ իմպլանտումը դրանց առաջին ինտեգրողներից մեկն է Հայաստանում։ Կլինիկայի հիմնադիր Հայաստանի գլխավոր ստոմատոլոգ Դավիթ Մաթևոսյանը մեզ կպատմի, թե ինչպես են մեկ օրում նոր ատամնաշար ձևավորում։ Սա գիտեմ, որ մի քիչ անսովոր է հնչում, բայց բժիշկը կմանրամասնի։ Ողջույն։ Ողջույն Ամալիա։ Ինչ է իրենից ենթադրում ատամնաշար մեկ օրում արտահայտությունը, որը վերջին շրջանում պատել է բոլորիս։ Ատամնաշարը մեկ օրում դա լիովին իրականություն է, քանի որ ներկայումս տեխնոլոգիաները հնարավորություն են մեզ տալիս, օրինակ լրիվ անատամ ծնոտի դեպքում տեղադրել 4 կամ 6 իմպլանտ, հենց նույն օրը հատուկ սկաների միջոցով սկանավորում իրականացնել եւ 3D տպիչի օգնությամբ ստեղծել ժամանակավոր ատամնաշար, որը որ ընդամենը մի քանի ժամից պատրաստ է լինում եւ տեղադրում ենք կլինիկայից պացիենտը գնում է լիարժեք ժպիտով։ 3D տպիչի միջոցով ստեղծվում են ատամներ, որոնք լիարժեք ծառայում են մարդուն։ Այո, մեթոդը մեծ հնարավորություն է տալիս հենց նույն օրը տեղադրել ժամանակավոր ատամնաշար, որը որ կարող է ծառայել պացիենտին մինչև 6 ամիս, 6 ամիս հետո հարկ է լինում նշված ատամնաշարը փոխել հիմնական ատամնաշարի, որը որ արդեն կծառայի մեր պացիենտներին ամբողջ կյանքի ընթացքում։ Մենք ունենք հնարավորություն նաև տեղադրել հենց միանգամից հիմնական ատամնաշար, որը որ տեղադրվում է մոտարապես 1 շաբաթվա ընթացքում, կերամոկոմպոզիտային ատամներ, որոնք որ 6 ամիս հետո հետագայում կարիք են լինում իրականացնել միայն վերահենքավորում, այսինքն ատամնաշարը չենք փոխում։ Ատամնաշարը հնարավորություն ունի պացիենտ օգտագործել 5-ից 7 տարի։ Իսկ մշտական ատամնաշարը, որը նախատեսված է ավելի երկար օգտագործման համար, արդեն վերահենքավորման կարիք չունի։ Չէ, մշտական ատամնաշարը հենց տեղադրվում է 6 ամիս հետո ու արդեն տեղադրվում է լրիվ առողջացած, լավացած լնդերի վրա։ Ամեն դեպքում պացիենտը կարող է վնասել ատամնաշարը։ Ընդհանուր առմամբ բոլոր դեպքերում բոլոր կոնստրուկցիաներն էլ հնարավորություն կա, որ տրավմայի արդյունքում կարող են կոտրվել կամ ինչ-որ տրավմայի ազդեցության տակ վնասվածքների ենթարկվել, բայց բոլոր տեսակի ատամնաշարերն էլ իրանք վերանորոգման հնարավորություն ունեն կամ օրինակի համար եթե ատամնաշարը ազդեցության է ենթարկվել կամ տրավմայի է ենթարկվել, շատ դեպքերում կարիք չի լինում ամբողջը փոխել, մենակ տեղային այդ հատվածը հնարավոր է վերականգնել։ Նորարարական մեթոդները իրականում շատ մեծ հնարավորություն են մարդկանց համար եւ process-ը շատ տհաճ չդարձնելու եւ նաեւ երկարատև ծառայող ատամնաշար ունենալու համար։ Միաժամանակ այս մեթոդները շատ թանկ են եւ անհասանելի մեր բնակչության համար։ Ուզում եմ նշել, որ այս մեթոդի ներությունը կարող է նրանում, որ իմպլանտները տեղադրելով մենք իմպլանտներից դրոշմի ստացումը, չափս վերցնել այսպես ասած, նույնպես իրականացնում ենք սկանավորման միջոցով եւ մենք ունենք նոր սարք, որը որ իրականացնում է ֆոտոգրամետրիայի մեթոդով սկանավորում, որը որ հնարավորություն է տալիս մաքսիմալ ճշգրիտ իմպլանտների տեղերը տեղորոշել, որի արդյունքում որ մենք կարողանում ենք ատամնաշարը նույնպես մաքսիմալ ճշգրիտ ստեղծել ու ստանալ հենց ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։ Ինքը անփոխարինելի է, քանի որ նախկինում նույնպես իրականացվում էին մեթոդներ, որտեղ որ մենք կարողանում ենք ատամնաշարը տեղադրել մի քանի ժամվա ընթացքում, բայց
սխալմունքի հավանականությունը կամ տեղադրված ատամնաշարի ոչ ճշգրտությունը շատ մեծ էր։ Իսկ այս մեթոդը հնարավորություն է տալիս մաքսիմալ ճշգրտությամբ ստանալ ատամնաշար։ Դավիթ գինն էի հարցրել։ Ասեմ, գինն էլ թանկ չի, այսինքն ընդհանուր առմամբ ինքը չի թանկացնում պրոցեդուրայի արժեքը, ու մոտակա ժամանակներս մենք նախատեսում ենք նշված ծառայության վրա բավական գնիչեցում, որպեսզի ծառայությունը հասանելի լինի ավելի մեծ քանակով մարդկանց։ Դավիթ Մաթևոսյանի Instagram-յան Edge-ն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Նախնական զրույցի ժամանակ ես խոսում էի ձեր թորնուհու հետ, ասաց լուսանկարներով, որ տեսնում ենք, մեծ տարիքում ձեռք-ձեռքի բռնած զույգեր են լինում, որ նայում ես ու ասում ես Երանի, ես էլ էսպես մեծանամ։ Այդպիսի զույգ են եղել տատիկն ու պապիկը։ Ինչպես եք կարողացել տարիների հետ պահպանել այդպիսի հարաբերությունները, որովհետև հաճախ ասում են, որ կենցաղը փչացնում է հարաբերությունները։ Երևի ինչ որ մեկի մոտ փչացնում է, մեզ մոտ տենց չեղավ։ Մենք միշտ սիրել ենք իրար, այնքան դժվարություններ ենք անցել, վիճել ենք, նեղացել ենք, նույնիսկ թողել գնացել եմ տնից ծնողներիս մոտ այդպես էլ եղել երիտասարդ ժամանակ։ Բայց շուտ 2-3 օրում նույնիսկ նորից միանում էինք ավելի բուրըն սերով։ Ամեն ինչ էլ եղել է։ Այնպես չի որ մենք եսի ուրիշ ձևով ենք։ Ամեն ինչ եղել է, այդ բոլորը անցել գնացել է, միայն սերն է մնացել։ Սերը վստահությունը։ Տարիների հետ սերը խորացնելու մեխանիզմը ո՞րն է։ Իրար հարգել, վստահել, համոզված լինել, որ երբեք չի դավաճանի ոչ մի հարցում։ Մենք իրար միշտ թիկունք ենք եղել, թեև ու թիկունք, ես իրան ինքը ինձ բոլոր հարցերում կյանքի։ Այդ ամեն ինչից հետո այդ կորուստը իսկապես շատ ծանր է։ Առաջին շրջանում ինչպես էիք պատկերացնում ձեր կյանքը հետո, ինչպես Շատ էիք կորցրել էի ինձ, լրիվ կորցրել, ոչինչ չէի հասկանում, ինչ եմ անելու, ոնց եմ անելու, որովհետև մենք մինչև այդ Մոսկվայում էինք ապրում, ինքը այդպես ստացվեց 90-ականներին, այդ որ ծանր տարիներ էր, գնացինք այնտեղ, տղասել հետս։ Երբ որ հիվանդացավ, ծանր հետ եկանք, ինքը ուզեց հայրենիք։ Որոշեցի մնալ հայրենիքում, էլ հետ չգնալ, որովհետև այստեղ ավելի հեշտ էր ինձ, հիշողություններ, ամեն ինչը մեր կյանքի այստեղ էր անցել, այդ ամեն ինչը հետո, ամեն ինչը Երևանի հետ է կապված, Հայաստանի, Երևանի հետ կապված, ու ճիշտ արեցի, այդ իմ ամենաճիշտ քայլն էր, որ մնացի այստեղ, այդ էլ օգնեց, որ դուրս գամ այդ վիճակից։ Հարազատ միջավայր, հարազատներ, աղջկաս ընտանիքը, տղաս էլ անդադ գալիս են ամառ ինձ հետ են անցկացնում երեխաները, թորնիկներս։ Մենք ձեզ հետ միշտ խոսում ենք այն մասին, որ տարիքը դա թվերը չեն, կյանքը, երիտասարդությունը զգալը, բայց երբեմն կյանքում լինում են իրավիճակներ, որոնք մեզ ծերացնում են ներսից, ու այդ ծերությունը ոչ թե տարիք է կամ թվեր է, այլ հոգեվիճակ է։ Արդյոք ձեր ամուսնու հետ հիվանդության բարդ շրջանում դուք ներսից մեծանում էիք, հենց այդ շրջանում, ու գուցե շատ ավելի մեծ էիք, քան հիմա։ Այո, համաձայն եմ ձեր հետ, այո, ես ավելի մեծ էի, քան հիմա։ Որտեվ դա մի ահավոր հարված էր, հենց դիագնոզը իմացա, հենց այդ պայքարը մի քանի տարվա հիվանդության դեմ, որ չօգնեց ոչ մի բան, իհարկե, այն ժամանակ ավելի ծանր էի, ես ինքս ծանր էի, ես զգում էի, որ ես մի տեսակ ավելի տարիքով ավելի մեծ եմ ինձ թվում, ինքս ինձ էի թվում այդ տենց։ Հետո կամաց հարազատներիս օգնությամբ դուրս եկա այդ վիճակից։ Ո՞րն էր այն շրջանը, երբ զգացիք, որ դուք վերականգնում եք ձեր ներսի երիտասարդությունը, ներսի տարիքը։ Դա կամաց եղավ, հենց չեղավ որ մի օրում, կամաց երեխան, թորնիկներս, այդ ուրախությունը ծնվում էին, թորնիկներս ամուսնացան, դա նենց երջանկություններ, շատ գեղեցիկ ընտանիքներ կազմեցին, երեխաներ ունեցան, թորնիկներս էլ, դա ամեն ինչ էր,
կյանքը ոնց որ նոր կյանքով սկսեցի ապրել, ծնվեց նոր հետաքրքրություններ, նոր շրջապատել ստեղծվեց, կարելի է ասել, սկսեցինք ճամփորդել երեխաներիս հետ, տանում էին իրենց հետ, հաճիկով գնում եմ, հիմա էլ միասին, որ գնում են ինձ էլ են իրենց հետ տանում։ Իսկապես ավագ սերնդում կա այդ խնդիրը մեկուսանալու, ավելի քիչ շփվելու։ Սա ամեն դեպքում մարդու ընտրությունն է, թե ամեն դեպքում սուբյեկտիվորեն ամեն մարդու կողքին չկա այնպիսի զավակ, որը անընդհատ ժամանակ կներդնի ծնողին այդ մենակությունից եւ մեկուսությունից հանելու համար։ Դե իհարկե շրջապատը շատ մեծ նշանակություն ունի, իհարկե։ Բայց դե մենք էլ պետք է աշխատենք մեր վրա։ Միայն շրջապատով չի լինի, որտեղ իրանք զբաղված են շատ ծանրաբեռնված են։ Մենք պետք է օգնենք իրանց։ Թեթև նայենք կյանքին, լսենք իրենց, ինչ որտեղ մենակ իրանք մեզ չլսեն։ Մենք մեր խորհուրդներով ճիշտ է կօգնենք, բայց իրանք էլ են շատ խելացի։ Իրանք շատ առաջադեմ են։ Պիտի լսենք, պետք է աշխատենք իրենց հետ միասին առաջ գնալ։ Երիտասարդ մայրիկների հետ երբ խոսում ենք, հաճախ ասում են, որ երբեմն երեխան իսկապես կարող է ճիշտ լինել եւ կարեւոր է, որպեսզի ծնողը նաեւ եթե ենթադրենք սխալվեց, կարողանա օրինակ ներողություն խնդրել երեխայից։ Տարիներ առաջ դա այդպես ընդունված պրակտիկա չէր եւ հիմա կարծես թե նաեւ հոգեբանական շատ գիտելիքներ մեզ շատ հասանելի են դարձել, եթե նույնիսկ մարդը չի գնում, չի կարդում, չի ուսումնասիրում հոգեբանություն, միևնույն է, հա, ժամանակակից աշխարհը մեզ առաջարկում է շատ ինֆորմացիա, որը մենք ստանում ենք, օգտագործում ենք, այսինքն ժամանակն էլ ինչ որ առումով նպաստում է, որպեսզի մենք այդպես մտածենք, բայց նման մտածողության գալը, զավակի կարծիքը առաջին պլան բերելը չգիտեմ, այդ ձեզ մոտ ինչպես ստացվեց։ Կամաց, էդ էլ կամաց ստացվեց, որտեղ սկզբում ես էլ չէի հանդուրժում դա, ոնց որ բոլորը։ Հետո հասկացա, որ այդպես չի լինի։ Ժամանակ առ ժամանակ ես զգում էի, որ իրանք ավելի խելացի են ինչ որ հարցերում, քան թե ես, ինչ որ բանով ես հետ եմ մնացել, իրանք առաջ են գնացել, պետք է ընդունես։ Նորը, ավելի հարմարը պետք է ընդունես, հնարավոր չէ այնտենց փակվել ու ես ճիշտ եմ ու վերջ։ Պետք է զիջես, պետք է հարմարվես, իրանք էլ են հարմարվում ինձ, իրանք էլ են զիջում։ Տիկին Հասմիկ հայկական իրականության մեջ անձնուրաց մայրությունը շատ տարածված երևույթ է, բայց անձնուրաց մայրությունը երբեմն վնասում է եւ մայրիկին, եւ երեխաներին, որովհետեւ երեխաների մոտ ձևավորվում է պարտավորվածություն չառանձնանալու եւ սեփական կյանքը առանձին չապրելու, ծնողի մոտ ձևավորվում է կյանք, որի կենտրոնը միայն իր երեխաներն են։ Սա դուք ինչպես կարողացաք հաղթահարել, որովհետև դա եւ երեխաներին բաց թողնելու process է եւ ինքներդ ձեր կյանքը, հենց ձեր կյանքը, ոչ թե երեխաների կյանքը ապրելու process է։ Այ դա էլ է շատ դժվար բաց թողնելը, հեշտ չէ։ Հեշտ չէ, բայց երբ որ հանկարծ զգում ես, որ արդեն խոչընդոտում ես իրենց առաջ գնալը, որ արդեն խանգարում ես, հետո երբ որ ընտանիք են կազմում, ուրիշ մարդ է մտնում քո ընտանիք, ուրիշ դաստիարակության, ուրիշ շրջապատից, պետք է հասկանաս, որ արդեն դա լրիվ ուրիշ մարդ է, նապարտավոր չէ քեզ հարմարվել, ուղղակի զիջում ենք իրար ու հասկացա, որ պետք է այնպես անել, որ իրանք իրենց կյանքով ապրեն։ Այդ շատ կարևոր է։ Իրանք իրանց սխալները պետք է անեն ու հետո շտկեն։ Իրանք, ոչ թե մենք։ Իրանք պետք է անեն։ Դա իրանց օգնում է կյանքում վստահ լինել, ուժեղ լինել։ Անընդհատ ծնողը ինչի պետք է հարցերը լուծի։ Դա դրանով միայն վնաս է տալիս։ Միայն վնաս։ Թույլ անձնավորություն ես մեծացնում։ Երեխաներին պահելու մայրական ձգտումը, որը մեխանիկորեն ձևավորվում է կնոջ մեջ, ու այդ երևի թե ինչ-որ մի բան է, որը այսպես բնությունից ձևավորվում է, հա, երևի թե հայրերի մոտ այդ աստիճան չէ, ինչքան մայրերի մոտ, որովհետև հենց սրտի տակ երեխային կրելու process-ը բնությամբ ձևավորում է այդպես շատ ամուր կապ։ Բաց թողնելու պահը ձեզ ինչպես տրվեց։ Այո, այդ կապը կար, աղջկաս հետ էլ, տղայիս հետ էլ, բայց ես կարողացա հաղթահարել դա։ Ինչպես։ Մեծ դժվարությամբ ինքս ինձ
համոզելով, հասկացնելով ներքուստ աշխատել եմ ցույց չտալ է ծանր։ Միգուցե իրանք նկատել են, տեսել են կողքից, թե ծանր է ինձ համար, բայց ես կարողացա ինձ զսպել։ Դե գիտեք, աղջկա տալիս է, գնում է ինքը բոլոր դեպքերում, ես տղային դժվար է իհարկե, բայց ինքս ինձ տրամադրեցի, որ այդպես պետք է լինի, դա ճիշտ է, որ ինքը չի կրկնելու մեր դժվարությունները, ինքը կունենա իր դժվարությունները։ Իմ փորձից, երբ որ ես մեծ ընտանիքում եմ ապրում, այդ դժվարությունները հաղթահարում էի, չէի ուզում, որ իմ երեխաները այդ նույն ճանապարհով անցնեն։ Միշտ ասում էի, թող իրենք կյանքով ապրեն, իմ նման չլինի։ Չնայած մենք սիրով ամուսիններ ենք եղել, դժվարություններ առանձնապես չի եղել, բայց ես տեսնում էի, որ ինչքան սխալ բան կա եւ այդ միասին ապրելու մեջ տեսել եմ, անցել եմ այդ սա, ու ուզում էի իմ երեխաները երջանիկ լինեն։ Կարողացա ինքս ինձ հավաքել, զսպել ինձ։ Ինչ զգացողություններ էին լինում, որոնք զսպելու կարիք կային։ Դե երբ որ անընդհատ դու ես որոշում, քո կարծիքը միշտ հաշվի են առնում, միշտ հարցնում են ոնց ինչ, ու հանկարծ դու տեսնում ես, որ դու պետք չես կամաց իրանք արդեն կարողանում են որոշել իրանցը, դժվար է իհարկե։ Սկզբում նույնիսկ ներքուստ վիրավորվում էի շատ բաներից, նեղանում էի, բայց ցույց չէի տալիս։ Հետո կամաց հասկացա, որ ինչ նեղանալ, հարազատից ինչ նեղանալ, ճիշտ են անում երևի, այդպես է պետք։ Վիրավորվում եք, որ օրինակ մեծանալու process-ը աշճանաբար դուք չնկատեցիք ու հանկարծ ինչ որ տեղեր կային, որտեղ կարելի էր որոշում կայացնել առանց արդեն կարծիք հարցնելու։ Այո, գիտեք, այդ պահը այդքան դժվար է։ Ու հետո կամաց հասկացա, որ պիտի այդպես է պետք, ճիշտը դա է։ Իրանք իրանց կյանքով են ապրում, իրանք են որոշում, հետո գալիս են ու արդեն ասում են, որ այսպես ենք որոշել, վերջ, այսպես պետք է լինի, ընդունում ես, պետք է ընդունես։ Տիկին Հասմիկ, դուք ձեր խոսքում մի բան ասացիք, երբ հասկանում ես, որ պետք չես։ Ես վստահ եմ, որ դուք գլոբալ ձեր մեջ չունեք զգացողություն, որ դուք պետք չեք, որովհետև շրջապատված եք սիրով, բայց սա մի բան է, որը շատ ծնողների մոտ ինչ որ պահի միտք է, որ գալիս ու գնում է, բայց երևի թե գրեթե բոլոր ծնողներին հատուկ միտք է, երբ ժամանակի հետ այցելում է։ Ցավոք սրտի կան մարդիկ, որոնց մեջ արմատանում է պետք չեսի գաղափարը։ Այ դրա դեմ պայքարելու ինչ մեխանիզմ ունեք։ Գիտեք, ինչ ես նկատի ունեի, պետք չես, այսինքն առանց քեզ էլ է դա որոշվում, ստացվում։ Ճիշտ է, մի քիչ ուրիշ ձևի, բայց ստացվում է։ Միշտ դու ես եղել ու հանկարծ առանց քեզ հարց լուծվեց, շատ լավ լուծվեց։ Նույնիսկ ավելի լավ, քան թե ասենք դու կորոշեիր այդ հարցը։ Ու զարմանում ես, որ առանց քեզ սկզբում վատ ես քեզ զգում, որ այդպես եղավ, հետո կամաց հասկանում ես, ինքդ պետք է հաղթահարես դա։ Ինքդ ոչ մեկ չի օգնի այդ հարցում։ Ինքդ պետք է հասկանաս, որ այդպես է ճիշտը։ Ամեն մարդ ինքն է որոշելու իր ամեն ինչը։ Կարող է տեղյակ պահել, կարող է եւ տեղյակ չպահել, հետո իմանաս կամ չիմանաս էլ։ Այդպես է կարգը։ Ամեն ընտանիք պետք է իր կյանքով ապրի։ Ոչ մեկ իրանք չունի այդ ընտանիքը մտնելու, կարող ես կողքից, եթե հարցնեն, ինչ որ խորհուրդ տաս։ Դա եթե դու նիսկ չհարցնեն էլ նուրբ ասես, որ ես այսպես կանեի։ Եթե ընդունում են, թող ընդունեն, եթե չէ, ես էլ չեմ նեղանում, բոլորովին։ Միայն թե լավ լինեն ու երջանիկ։ Առաջ նեղանում էիք։ Դե կան իհարկե տենց բաներ, ոնց կարող ես չնեղանալ։ Իսկ այդ նեղացածությունը ինչ որ դրսևորումներ ունենում էր, թե դու Չէ, ինքս իմ մեջ, միգուցե իրանք նկատում էին, որ ինչ որ բանից հաստատ նկատում էին, բայց չեմ արտահայտվել։ Ես ընդհանրապես չեմ սիրում ինչ որ հարցեր լուծել, գնալ, այդպես բաներ չկա։ Վիրավորել մարդու աշխատում, երբեք չեմ սիրում մարդկանց նեղացնել։ Տիկին Հասմիկ, իսկ ձեր ամուսնու հետ խոսում եք ձեր նեղացածությունների մասին։ Խոսում էի, այ ամուսնուս հետ ամեն ինչ էի խոսում։ Ամեն ինչ։ Կիսվում էինք ամեն ինչում։ Իսկ այդպես լինում էր, որ ամուսիններով մեծերով նեղանայիք փոքրերից։ Այդպես էլ էր լինում, բա ոնց։ Այդպես էլ էր լինում։ Ամեն ինչ էլ եղել։ Ավելի շատ դուք եք ձեր ամուսնուն հանդարտացնողը, թե հակառակը ինքն էլ ձեզ հանդարտացնողը։ Գիտեք, նայած ժամանակ, ընդհանրապես մեծ մասամբ ես էի իհարկե, ինքը ավելի բուռն կողեր, բայց այնքան ա եղել, որ ինքն է ինձ հանգստացրել, համոզել, բացատրել։
Ես էլ ընդունել եմ։ Մենք ամենայն դեպս մեր մենթալիտետով մեծացել ենք մի միջավայրում, որտեղ ընտանիքի կենտրոնը միշտ երեխան է լինում ու ծնողները ամեն ինչ ներդնում են հանուն երեխայի, բայց երբեմն հասկանում ես, որ երեխաներն էլ ամեն դեպքում ժամանակավոր են ընտանիքում։ Ճիշտ է, Ծնվում են, մեծանում են, ինքնուրույն են դառնում եւ գնում են ընտանիքից եւ ընտանիքում մնում են ամուսինն ու կինը։ Այ ամուսնու եւ կնոջ հարաբերությունները այսպես ամուր պահելու գաղտնիքը ո՞րն էր, որովհետեւ ի վերջո նրանց ճանապարհում եք, դուք մնում եք։ Այ այդ ժամանակից ավելի մտերմացանք ամուսնուս հետ, երբ որ մենակ մնացինք, ավելի մոտ էինք իրար, անդադ իրար հետ էինք կիսվում, իրար հետ, արդեն նրանք գնացին իրանց ընտանիքները, արդեն մենք էինք մնացել ու ավելի հարազատ մարդ չկար, բացի ինձնանից ու իրանից։ Իմպլանտում էսթետիկ բժշկության կենտրոնն օրեցօր ընդլայնում է գործունեության ոլորտը։ Այստեղ արդեն հնարավոր է իրականացնել մազերի փոխպատվաստում։ Մանրամասները մեզ կպատմի էսթետիկ կենտրոնի հիմնադիր բժշկուհի Ելենա Ադամյանը։ Ողջույն։ Ողջույն Ամալիա։ Ելենա, մազերի փոխպատվաստումը համարվում է վիրահատական միջամտություն, եթե չեմ սխալվում, եւ էսթետիկ կենտրոնները որպես այդպիսին հնարավորություն եւ թույլտվություն ունեն այս պրոցեդուրան իրականացնելու։ Ինչպես եք դուք դա անում։ Այո, իրավացի եք Ամալիա, այդպիսի միջամտությունները հիմնականում արվում են, երբ որ շենքը ունենում է վիրահատությանը համապատասխան սենյակներ։ Կլինիկան հատուկ դրա համար ստացել է լիցենզիա եւ ունի հնարավորություն կատարելու նման պրոցեդուրա։ Մեր բժիշկը դիմացնոտային վիրաբույժ է, վերապատրաստվել է առաջատար մասնագետների մոտ եւ ինչպես գիտեք, արտերկրից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից շատերը հենց հայերը մեկնում են հարևան երկիր, որպեսզի կատարեն այս միջամտությունը։ Ես ուզում եմ ուղղակի տեղեկացնել, որ մենք ունենք հրաշալի մասնագետ, որ նմանատիպ բարձրակարգ սպասարկում իրականացնում է նաեւ մեր կլինիկայում։ Բոլոր փուլերի իրականացումը ապահովում եք ձեզ մոտ։ Այո, միանշանակ լինում են դեպքեր, երբ երկփուլանի է տեղի ունենում պրոցեդուրան, կոնսուլտացիայի ժամանակ բժիշկը զննում է եւ արդեն այդ ժամանակ քննարկում են միասին, որովհետեւ գիտեք այն հատվածներից, որտեղ որ գրաֆտները հեռացվում են, որպեսզի տեղադրվեն, այդտեղ պետք է լավացում տեղի ունենա, որպեսզի կարողանան երկփուլով, այսինքն դա կախված է ճաղատության, աստիճանից, որքան շատ է բացվածքը։ Իսկ հետակա բուժումը ուզում եմ տեղեկացնել, որ նույնպես մեր կլինիկայում իրականացնում ենք, իսկ ինչ է իրանց ներկայացնում հետակա բուժումը, սովորաբար այն գրաֆտները, որոնք տեղադրվում են, 1 ամիս հետո պետք է կատարեն որոշակի վիտամինային թերապիաներ, որպեսզի ինքը ավելի լավ ամրանա, մաշկի մեջ եւ կարողանա հանկարծակի շատ մազաթափություն տեղի չունենալ։ Դա իրականացնում ենք ելի մենք, մեր բժիշկները իրականացնում ենք թե մեզոթերապիա, թե պլազմաթերապիա։ Թվում է, թե մազերի փոխպատվաստումը հիմնականում տղամարդկանց է պետք լինում։ Իրականում սա հատուկ տղամարդկանց համար նախատեսված պրոցեդուրա է, թե կանայք եւս օգտվում են։ Չէ, կանայք նույնպես կարող են օգտվել։ Ուղղակի մեզանում շատ տարածված են, որ տղամարդիկ են ավելի ճաղատ իրենց մոտ ավելի շատ է երևում, իրենք են դիմում, բայց ոչ, կան խնդիրներ, որ կանայք եւս ունենում են եւ կարող է ամբողջությամբ չլինել տեղային, եթե կա ալոպեցիա ասվածը կամ տեղային մազաթափություն, կարելի է շատ հանգիստ լուծել նաեւ այս ճանապարհով։ Սա բավականին տրավմատիկ պրոցեդուրա է թվում, այդպես է։ Դե ամեն դեպքում սա վիրահատություն է, բայց այնպես չէ, պացիենտը այդ օր ամբողջ օրը իհարկե լինում է մեր կլինիկայում, մեր հսկողությամբ է լինում, այնտեղ իրեն տրվում են բնականաբար ընդմիջումներ, որպեսզի հանգստանա, բայց իր ոտքով գնում է տուն եւ ուղղակի իրեն տրվում են որոշակի ցուցումներ, որ տանը պետք է կատարի։ Իսկ ինչպես է անցնում 1 օրը իմպլանտումում։ Նախորդ դա իր հետ քննարկվում է, ընդմիջման ժամեր է ունենում, որտեղ նաեւ հաշվի են առնում, թե ինչ նախասիրություններ ունի թեկուս ուտելիքի հետ կապված, մենք արդեն նախորդ իր համար պատվիրում ենք եւ այդ ընդմիջման ժամերին հանգստանում է, սնվում է, այնուհետեւ նորից շարունակում է պրոցեդուրան։ Կան բուժառուներ, որ ուզում են 1 օրով վերջանա այդ ամբողջը եւ իրենք դիմանում են, բայց լինում են իհարկե բուժառուներ, որ այդքան երկար չեն կարողանում պարկել եւ դա իրականացվում է 2 օրով։ Ըստ էության բժիշկը իմպլանտում հրավիրված մասնագետ է, ինչ սկզբունքով եք ընտրել մասնագետին, որը կիրականացնի մազերի փոխպատվաստումը ձեզ մոտ։ Այո, նա մեր թիմին միացել է ավելի ուշ, բավական երկար ուսումնասիրել ենք ոլորտը եւ մեր սկզբունքի
երկնքին անդավաճանենք, այսինքն մեզ համար կարևոր է մասնագետի լավ լինելը, կրթված լինելը եւ փորձառու լինելը, եւ մեր բժիշկը ուզում եմ հավաստիացնեմ, որ բավականին մանրակրկիտ եւ բծախնդիր վիրաբույժ է, ինչն էլ շատ կարևոր է իր աշխատանքում։ Ելենայի Instagram-յան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Կան հարաբերություններ, որտեղ օրինակ այդ բարդ շրջանն էլ, հա, որովհետև առանձնությունը ամեն դեպքում բարդություն է եւ ծնողի համար ինչու է մի քիչ ավելի մեծ սթրես, որովհետև երիտասարդ տարիքում զավակների հետաքրքրությունները շատ ավելի շատ է, կյանքը շատ ավելի բուռն է ու առանձնությունը զավակները այդքան չեն զգում, որքան ծնողները, որոնց կյանքի այդ բուռն շրջանը մի քիչ ավելի պակասել է։ Նմանատիպ շրջաններում կան ընտանիքներ, որոնք հակառակը իրարից են, այսինքն ամուսիններ կան, որոնք իրենք իրարից են առանձնանում։ Խնդիրները միասին չեն քննարկում, միասին չեն լուծում։ Այդ դուք ունեք ինչ-որ բանալի, թե նման իրավիճակում ինչ է պետք անել, հենց ավելի մտերմանալու, ոչ թե իրարից հեռանալու համար։ Ուղղակի պետք է իրար սիրել ու հարգել, ուրիշ ոչինչ։ Երբ որ սիրում ես ու հարգում ես ու թանկ է այդ անձնավորությունը քո համար, ամեն ինչ ստացվում։ Կնոջ համար գոյություն ունի ամենագեղեցիկ տարիք։ Բոլոր տարիքները գեղեցիկ են, ամեն մեկը իր ձևով։ Երիտասարդության ժամանակ ուրիշ ձևով ես ապրում իր գեղեցկությամբ, հասուն տարիներում, միջին տարիներում։ Բոլորովին ուրիշ է, երբ որ արդեն երեխաները մեծացել են, քո կարիքը այդքան շատ չունեն, բայց դեռ քո հետ են։ Դա էլ մի ուրիշ քաղցրություն է, երբ որ ընկերանում ես երեխաներիդ հետ, չնայած նրանք դեռ կողքիդ են։ Հետո դա գալիս է մի ժամանակ, որ արդեն գնում են, դա էլ մի ուրիշ շրջան է, մի տեսակ ազատություն ու կորցնում ես քեզ, համ ազատվում ես, համ էլ կորցնում ես, որ ոնց կլինի հանկարծ։ Հետո գալիս են թորները, որոնցով ես սկսում զբաղվել։ Հետո էդ էլ է վերջանում թորնիկներն էլ են մեծանում, արդեն ինքնուրույն դառնում։ Դուք այն տատիկներից եք, որոնք երկրորդ անգամ մայրություն են զգացել եւ մայրության ամբողջ բարդությունը ապրել են թորնիկների հետ։ Այո, նույնիսկ թորնիկներիս եմ հասցնում հետները շփվել մեծ հաճույքով։ Ծորնիկներիս արդեն իմ հերթը քիչ է հասնում, որովհետև իրանք իրենց տատիկներն ունեն։ Ես արդեն երկրորդ շրջանն եմ, չէ։ Բայց էլի հասցնում եմ մեկ-մեկ օգնել, որ պետք է լինի։ Թորնիկներին մասնակցել եմ, դե ես Մոսկվայում էի, աղջիկաս բալիկները գալիս էին ամբողջ ամառ ինձ մոտ, ձմռան արձակուրդներին էին գալիս, ես էի գալիս, մինչև գնալս էի ավակ թորնիկիս հետ էի անընդհատ, երբ որ դեռ ստեղ էինք։ Հետո տղայիս երեխաները ծնվեցին, այնտեղ էինք, Մոսկվայում էինք, այնտեղ էի մասնակցում, մեծ հաճույքով, ինքան եմ սիրել թորնիկներից, բոլորին հավասար, մեծից փոքր։ Տիկին Հասմիկ, ամեն դեպքում մայրիկի ու աղջկա կապը եւ մայրիկի եւ տղայի կապը իրարից տարբերվում են։ Իհարկե, դե տարբեր սեռ է արդեն։ Հետո իրանց տարբերությունը մեծ է, 10 տարի հետո եմ ունեցել տղայիս, աղջիկս 10 տարեկան էր։ Աղջիկս իմ համար ամեն ինչ էր, անկերուհի, ամեն ինչ։ Տղայիս տղան հիվանդացել էի, աղջիկս անընդհատ կողքս էր, էս պետքա խմես, սենց պետք է անես, տղայիս տղան կողքից նայեց, ասեց, տատա ոնց որ հորքուրս քո մաման լինի, ոչ թե դու իր մաման, անընդհատ քեզ սովորացնում է ինչ պիտի անես, շատ հոգատար, շատ։ Նույնը տղայիս մասին կարող եմ ասել։ Ես նորից եմ կրկնում, երջանիկ մայր եմ, ես շատ լավ զավակներ ունեմ, նրանք շատ լավ ամուր ընտանիքներ են կազմել եւ ես ինձ շատ երջանիկ եմ զգում, որ իրանք լավ հաստատուն կյանքում կանգնած են այսպես։ Ընկերությունը ամեն դեպքում տարբեր է իրենց հետ։ Իհարկե տարբեր է, դե աղջկա հետ ուրիշ ձևով ես, լրիվ ուրիշ ձևով։ Ում հետ եք ավելի շատ խոսում։ Որ ասեմ հավասար։ Նայած ինչ թեմայով։ Կիսվում ենք համ աղջկաս հետ, համ տղայի, տարբեր իհարկե թեմաներով, բայց տղայիս հետ էլ եմ մոտ շատ մոտ ենք մենք իրար։ Տիկին Հասմիկ, իսկ ինչպեսի սկեսուր դարձաք։ Այդ պետք է իմ հարցին հարցնեք։ Դե հիմա ինձ այստեղ Ես կարող եմ, ես հիմա այս գովեմ։ Աշխատել եմ չխառնվել, ոչ մի հարցում։ Չգիտեմ ինքը ինչ կարծիքի է, ես սիրում եմ իրան։ Ես երջանիկ եմ, որ իմ տղան երջանիկ է։ Ինքը իմ թորնիկների մաման է։ Իրանք լավ են ապրում ու ես շատ սիրում եմ իրանց բոլորին։
Ձեր ընկերական շրջապատը տարիների հետ անդադ մեծացավ։ Հիմա հակառակ ուղղության մասն եմ, ուզում խոսել։ Մենք խոսեցինք այն մասին, որ տարիների հետ դուք ինչ որ առումով ձեր ամուսնու հետ մենակ մնացիք, բայց դրանք նաև այն տարիներն էին, երբ ձեր ընկերական միջավայրը, ընտանեկան ընկերական միջավայրը մեծանում էր։ Մի թորնիկներ ծնվում, մյուսը, հետո իրենց մեծանալու ու դուք արդեն նոր ընկերներ եք ձեռք բերում։ Ինչպես կարողացաք բոլոր սերունդների հետ ընկերություն հաստատել։ Այդպես ստացվեց։ Բոլորի հետ կարողանում ենք լեզու գտնել։ Ամուսինս էլ է շատ սիրում շրջապատ, իրան էլ էին շատ սիրում, ինքը մեծ շրջապատ ուներ, հեշտ մտնում էր բոլոր շրջապատների մեջ։ Ամեն ինչ իր մոտ լավ էր ստացվում։ Կարողացանք, մարդկանց պետք է սիրել։ Ուրիշ ոչ մի պայման չկա։ Ուղղակի սիրել։ Իսկ հենց թորնիկների հետ այդ շփումը ինչպես ձևավորվեց, այդ մասին կպատմեք, ու նաև սերունդների տարբերություն կա ի վերջո բավականին մեծ, եթե երեխաների հետ մեկ սերնդի տարբերությունը թորնիկների հետ արդեն 3-4 Գիտեք, երեխաների հետ այդպես չի ստացում, ինչպես թորնիկների հետ ընկերական է ավելի։ Այդպես է։ Ինձ մոտ է տատիկները կողմնակալ վերաբերվում թորնիկների հանդեպ։ Որովհետև պատասխանատվությունը այդքան մեծ չի արդեն, երեխայի հետ պատասխանատվությունը ամբողջովին քո վրա է, դու ես ամեն ինչին պատասխանատու։ Իսկ այնտեղ արդեն պատասխանատու կա։ Դու արդեն ընկերություն անել։ Քեզ մնում է սիրել ու ընկերություն անել։ Ընկերություն անելը հեշտ է ստացվում։ Այո, շատ։ Իսկ երբ օրինակ կարիք է լինում կամ դուք կարիք եք տեսնում խորհուրդներ տալու, որովհետև ամեն դեպքում իհարկե ընդունում ենք, որ նույնիսկ փոքր երեխան կարող է շատ ավելի ճիշտ լինել, քան մեծ ճանապարհ անցած հասուն մարդը, բայց միաժամանակ երբեմն լինում են նաև դրվագներ, երբ ձեր անցած ճանապարհն ու իմաստնությունը ձեզ հուշում է, որ այստեղ իրենք սխալվում են։ Այդ դեպքում թույլ եք տալիս սխալվել, թե կան դեպքեր, երբ փորձում եք պաշտպանել սխալից, ու եթե փորձում եք պաշտպանել սխալից, ինչպես եք մատուցում դա։ Իհարկե շատ եմ անհանգստանում, շատ։ Փորձում եմ իհարկե, բայց չի ստացվում շատ ժամանակ։ Գիտեք, ամեն մեկը իր բնավորությունն ունի ու ամեն մեկը իր ձևով է ուզում անել, չես կարող կանգնեցնել։ Ասում եմ իհարկե, աշխատում եմ ասել շատ զգույշ, որ հանկարծ չնեղացնեմ։ Եթե ստացվում է, ընդունում են, ուրախանում եմ, չեն ընդունում, ավելի եմ հուզվում մտածելով, որ հանկարծ վատ բան չլինի։ Բոլոր դեպքերում հաղթահարում են իրանք էլ, ես էլ իրանց հետ ուրախանում եմ։ Իսկ երբ ինչ-որ խնդիրներ են լինում, գալիս են տատիկի մոտ խոսելու, թե ժամանակը։ Գալիս են իհարկե, գալիս են։ Եթե զբաղված չեն, գալիս են։ Ինքան են զբաղված բոլորը, թորնիկներն էլ են շատ զբաղված։ Բոլորը աշխատում են, փոքրերի մասին չեմ ասում, որոնք սովորում են դպրոց։ Մեծերի մասին է խոսքը, շատ զբաղված են, ընտանիքներ ունեն, երեխաներ ունեն։ Տիկին Հասմիկ, իսկ այդ զբաղվածության մեջ շատ եք կարոտում հենց ձեր հարազատներին։ Շատ։ Միշտ կարոտած եմ։ Միշտ ուզում եմ մոտիկ լինել, միշտ ուզում եմ շփվել։ Հասկանում եմ, որ զբաղված են, չի կարելի խանգարել։ Մեծ ուրախությամբ շփվում եմ, երբ որ առիթ է լինում։ Հիմնականում շփումը նաև դուք եք նախաձեռնում, թե սպասում եք, որպեսզի իրենք իրենց հարմարությամբ նախաձեռնեն։ Իհարկե, սպասում եմ, որ իրենց հարմար լինի։ Հաճույքով կանեմ ավելի շատ, բայց եթե պետք եմ իրանց։ Ինքս ինձ չեմ անընդհատ sense մեջ գցում, որ ես կարող եմ անել, են կարող եմ։ Իրանք պետք է այդ կարիքը զգան։ Չեմ ուզում ճնշել։ Ճնշել դա սխալ է։ Երբեմն վախենալով հանկարծ չճնշել, մենք կարող է հանկարծ բաց թողնենք այն շրջանը, երբ պետք ենք։ Այստեղ ինչ-որ սահման ունենք, ճիշտ է, տենց եղել է, գիտեք, այդպես էլ է եղել։ Պետք է մտածես, հասկանաս, որ դեպքում կարող ես խառնվել, որ դեպքում ոչ։ Դա արդեն ինդիվիդուալ է։ Իսկ այդպես լինելը դուք եք նկատում, թե հետո իմանում եք, այսինքն հետո խոսում եք, իմանում եք։ Դե հետո ինքս էլ եմ հասկանում, խոսում ենք էլ, ասում են էլ։ Գիտեք, շատ չխառնվելն էլ սառնության են, հասկանում են, որ ասենք իրանք կարող են մտածել, պետք է զգույշ լինես։ Մտածում ես չխառնվես, չխանգարես, իրանց մոտ ուրիշ ձևով ընդունվի։ Բարդ է։ Բայց բալանս կա։ Կա իհարկե։ Ինքդ պետք է գտնես այդ բալանսը, ոչ մեկ չօգնի։ Տիկին Հասմիկ, հիմա ինչի մասն եք երազում։ Երազում եմ, որ բոլորը առողջ լինեն, երջանիկ լինեն,
Սիրող ամուսիններ լինեն, բոլորը իրար սիրեն, ամուր ընտանիքներ, ընտանիքը շատ կարևոր է։ Լավ ամուր ընտանիքը ամեն ինչի հիմքն է։ Եթե ընտանիքդ ամուր է, ուրեմն առաջ կգնաս, գործերդ էլ հաջող կլինեն։ Ուզում եմ բոլորը առողջ լինեն, լավ լինեն, երջանիկ լինեն ու բոլորը իրար սիրեն։ Գիտեք, մենք ծայրահեղությունների շրջան ապրեցինք, որովհետև կար ժամանակ, երբ մարդիկ շատ վատ միջավայր կարող է հանդուրժեն, շատ վատ վերաբերմունք կարող է հանդուրժեն, որովհետև ամուսնալուծվել է ամոթ էր։ Եվ եկանք դրա հակառակ ծայրահեղությանը, երբ կարծես թե հասնում ենք մի կետի, որ եթե իրավիճակը ծայրահեղ է, եթե ինչ որ մեկը անցնում է քո եսի վրայով, դա հանդուրժել պետք չէ եւ ամուսնալուծվելը ամոթ չէ, բայց եկանք հակառակ ծայրահեղության, երբ ոչինչ չենք հանդուրժում, ոչ մի կետում չենք ուզում զիջել եւ ուղղակի բոլոր իրավիճակներում լուծումը դառնում է բաժանումը։ Խոսքն այն մասին չէ, որ հանդուրժենք այն, ինչը կոտրում է մարդուն, կոտրում է իր եսը, բայց ժամանակակից իրականության մեջ մենք կարծես ամեն ինչ վերագրենք, որ ես հիմա ճնշված եմ։ Ես վստահ եմ, որ դուք շատ մտածում եք այս հարցի շուրջ։ Այստեղ ինչ որ բալանս գտնում եք դուք։ Տարբեր ընտանիքներում տարբեր խնդիրներ են լինում։ Կան երևի հարցեր, երբ որ չի կարելի հանդուրժել։ Հիմա ամեն ինչ փոխվել է, հիմա կանայք ավելի ինքնուրույն են, վստահ են իրենց վրա, ավելի պահանջները շատ են կանանց կողմից։ Երևի դա լավ է։ Իհարկե լավ է այդ ինքնուրույնությունը, այդ ինքնավստահությունը, այդ ամուր կանգնելը կյանքում։ Բայց դա էլ հանդուրժում է նրան, որ չեն զիջում իրար։ Իրենք իրենց պետք է որոշեն ինչն է իրենց պետք։ Եթե սիրում են, եթե սեր կա ընտանիքում, ուրեմն կստացվի։ Եթե սեր չկա ու հարգանք, ինչ էլ լինի չի ստացվում։ Դուք ձեր երեխաներին ու թոռներին ինչ եք խորհուրդ տալիս առհասարակ, որովհետև բնականաբար տարբեր պատմություններ լսում եք։ Երևի իրանք տեսնում էին մեր հարաբերությունները ընտանիքում, սովորում էին։ Երևի իրանց վրա էլա դա ինչ որ հետք թողել առանց իմասելու։ Ոնց որ օրինակ լինեինք իրենց համար։ Բոլոր դեպքերում միշտ ասում եմ, սովորեք զիջել, սովորեք հանդուրժել, հասկանալ, մտածել, չշտապել, որոշումները շուտ կայացնել, մտածել, կշռել, ճիշտ եք անում, թե սխալ, որովհետև մի խոսքով կարելի ամեն ինչ փլուզել։ Մտածել, նոր ասել, մտածել, նոր քայլեր դիմել։ Տիկին Հասմիկ, դուք ապրեցիք նաև մի ժամանակաշրջանում, երբ կանանց իրավունքները այսպես քայլ առ քայլ էին պաշտպանվում։ Հիմա մենք ապրում ենք ժամանակներում, երբ շատ նորմալ է, որ կին եւ տղամարդը ունեն հավասար իրավունքներ, բայց տարիներ առաջ այդպես չէր։ Այդ անցումը ձեր սերնդին ինչպես տրվեց։ Գիտեք, այն ժամանակ էլ էին բոլորը աշխատում, կանայք աշխատում էին։ Նայած ընտանիքներ, մեր ընտանիքում դա ընդունված էր, բոլորը աշխատում էին, իմ մաման էլ էր աշխատում, սկեսուրս էլ էր աշխատում, ես էլ եմ աշխատել։ Բայց իրավունքների տեսանկյունից փոփոխություններ նկատում եք։ Իհարկե, նկատում եմ։ Հիմա կանայք ավելի ակտիվ են, կարողանում են գումար վաստակել, դրանից շատ բան է կախված։ Այն ժամանակ կախվածություն կար հենց այդ գումարի պակասությունից։ Աշխատավարձը քիչ էր, հիմնականում տղամարդիկ էին վաստակում, իսկ հիմա շատ ընտանիքներում կանայք ավելի շատ են վաստակում, քան թե տղամարդիկ։ Դա էլ նշանակություն ունի։ Այն ժամանակ էլ էին աշխատում կանայք, բայց երևի թե դիրքավորումներ կանանց ու տղամարդկանց տարբեր։ Այո, դե այդ կար իհարկե դա կար, հենց սկզբում էլ կար։ Փոփոխությունները ավելի լավ է։ Իհարկե լավ է, իհարկե։ Հիմա ավելի լավ է։ Երեխաներն էլ են ավելի շատ հարգում այդպիսի կանանց, մամաներին այդպիսի ինքնավստահ, ուժեղ կանանց։ Կինը ընդհանրապես պետք է ուժեղ լինի։ Կանոջ ուժեղությունից կախված է երեխայի երջանկությունը, հաջողությունը երեխայի։ Մոր դերը շատ ավելի կարևոր է։ Ճիշտ է, հայրը իր դերն ունի շատ կարևոր, բայց մոր, մանավանդ տղաները, երբ որ մայրը ուժեղ է, տղան էլ ուժեղ լինում։
Դուք զրույցի սկզբում ասացիք ամուսինս այնպես էր ամեն բան անում, որ ես կարողանում էի ինձ թույլ տալ թույլ լինել։ Ինչ որ տեղերում վստահ եմ, որ ձեր ուժը դրսևորվում էր, եւ այդ ուժը անպայման չէ դրսևորվի։ Երբեմն երբ մենք ասում ենք ուժեղ կին, պատկերացնում ենք այսպես երկաթե լեդի կամ շատ չոր խոսք ունեցող մարդ, բայց միշտ չէ, երբ ուժը դրսևորվում է չորությամբ, կտրուկությամբ կամ բարձր խոսքով, ուժը կարող է դրսևորվել նաև մեղմությամբ։ Այո։ Ձեր երիտասարդ տարիներին ձեր ուժը ինչպես էր դրսևորվում։ Համբերությամբ։ Պետք է համբերել, չշտապել, սիրել, զիջել, սովորել զիջել։ Ինչ որտեղ զիջել, հետո ակտիվ լինել, երբ որ պետք է Չզիջել հետո։ Պետք է հասկանալ, որ համբերությունը ամեն ինչ է։ Որոնք են այն կետերը, որտեղ կինը չպիտի զիջի։ Երբ որ նվաստացնում են, երբ որ վիրավորում են մանավանդ երեխայի մոտ, պետք չէ թույլ տալ, որ երեխայի մոտ քեզ նվաստացնեն, իջեցնեն։ Երբեմն ընտանիքներում խնդիրները գալիս են հենց երեխաների առաջ տարբեր կարծիքներ ունենալուց։ Մայրը մի բան է ասում, հայրը մի բան է ասում, տատիկ պապիկը բացարձակ այլ բան են ասում, եւ սա բացի այն, որ երեխայի մոտ կոնկրետ կարծիք չի ձևավորում երևույթի շուրջ, նաեւ երեխայի առաջ կարծես կոտրի հեղինակություններին։ Այո։ Հայրն էր հեղինակություն, մեկ էլ մայրը մի բան նետեց, կամ մայրն էր հեղինակություն, հայրը մի բան նետեց մորուղությամբ, խոսքի տեսանկյունից նետեց։ Դուք ունեիք օրինակ ձեր ամուսնու հետ մեխանիզմ, որ եթե նույնիսկ մենք ունենք տարակարծություն, դա երեխաների մոտ չենք արտահայտում, թե շատ ընտանիքների պես շատ բաներ ինքնաբերաբար են ստացվում։ Սովորում ես։ Տարիների ընթացքում սովորում ես։ Սկզբում իհարկե ամեն ինչ էլ եղել է, ամենասկզբում։ Հետո կամաց հասկանում ես, որ այդպես չի կարելի։ Ինքդ ես ասում, բացատրում ես ամուսնուդ, ինքն է բացատրում, որ չի կարելի այդպես, արի մի եզրակացության կան գոնե երեխայի մոտ չխոսենք։ Ինչ չի կարելի ներկային, որոնք փոխվեցին։ Հակառակ բաներ ասել երեխայի մոտ։ Մի բան ասել, մի բան անել։ Եթե ասել ես, պիտի կատարես։ Չի կարելի ասել ու չանել։ Մանավանդ երեխային։ Հավանաբար չի կարելի երեխային դաստիարակել եւ անել հակառակը։ Այո, իհարկե։ Օրինակ պետք է լինես երեխայիդ մոտ, օրինակ։ Իհարկե շատ անգամ չի ստացվում։ Սխալներ շատ են արել։ Որոնք էին ամենամեծ սխալները։ Շատ են։ Շատ են։ Տիկին Հասմիկ այսպես խոսում եք ու ես մտածում եմ, ինչ պիտի լիներ այս կնոջ կյանքում, որ իրերը հավաքեր գնար ծնողների տուն։ Շատ մեծ խնդիրներ էին առաջի տարիներին։ Հիմարություններ։ Բնավորություններին ադապտանալու։ Այո, իրար չզիջել, ինչ որ երեխան փոքր էր, ներվային։ Ես սովորում էի, չէի հասցնում դասերը, այս երկրորդ կուրս էի։ Սովորել, ավարտել, ամուսնանալ, սովորելու ընթացքում շատ ծանր էր։ Դժվարություններ շատ եմ անցել։ Հետո ընտանիք եմ մտել։ Ընտանիքում մեր շատ անդամներ կային։ Այն ժամանակ այդպես էր մեր ժամանակ։ Մենք բոլորս պիտի ընտանիքում ապրեինք, այն ժամանակ չկար այդպիսի բան, որ ինչ որ առանձնանանք։ Պետք էր հարմարվել, պետք էր հասկանալ, որ մտնում ես ընտանիք, ուրեմն նրանց ասածով պետք է շարժվես, նրանց սովորություններով հարմարվես, քոնը չբերես անմիջապես։ Պետք է հասկանաս, որ դա արդեն ընտանիք է, կազմավորված։ Հատուկ շնորհակալություն Beauty Fabric-ին։ Մենք չենք վաճառում նյութեր, մենք վաճառում ենք երջանկություն, որովհետև կանայք այստեղ լուծում են իրենց փոքրիկ խնդիրները, դրանք լինեն կոմպլեքս, թե լինի առավելություն, որ ուզում են ավելի ցայտուն դարձնել, դիմահարդարումը հենց այդպիսի մի զենք է, որով կարող ես առանց ասելու, առանց շեշտելու մտնել տարածք ու արդեն բավականին շատ բան ասած լինես քո մասին։ Տիկին Հասմիկ իմիջիալից հիմա շատ ընդունված է խոսել հետծննդաբերական դեպրեսիայի մասին եւ դա ոչ միայն հոգեբանական, այլև հաճախ նաեւ հենց ֆիզիոլոգիական վիճակ է կնոջ մոտ, այսինքն ֆիզիկական վիճակն ինքնին դրդում է դրան։ Բայց մեր ծնողների սերունդը այդ մասին չէր խոսում, թեպետ հիմա երբ շատերի հետ խոսում ենք, հասկանում ենք, որ իրենք էլ են դրա միջով անցել։ Այ դուք ինչպես եք անցնում այդ սթրեսների միջով, երբ չգիտեիք, որ դա նորմալ է եւ դա բոլորի մոտ է լինում։ Ստացվում էր ինքնուրույն, հենց ինքնուրույն էի այդ ամեն ինչը հաղթահարում, ինքս իմ մեջ։ Բոլորն էին այդպես։ Մենք չէինք էլ հասկանում, որ դա դեպրեսիա է, որ դա պետք է լինի ու պետք է անցնես։
Բայց դա մեղավորության զգացողություն ձևավորում էր երեխայի հանդեպ, որ ինչու է ինձ մոտ էս հոգեվիճակը։ Իհարկե։ Կամած հաղթահարում էինք, հաղթահարեցինք։ Իսկ այդ ժամանակ ձեր ամուսնու հետ խոսում եք, որ այսպիսի հոգեվիճակ ունեմ, կամ ձեզ մոտ դա ինչպես էր արտահայտվում այդ հոգեվիճակը։ Այ ստրեսով երեխային վերցրի գնացի մամայիս մոտ։ Այնց այդ էր պատճառը, դեպրեսիա։ Ոնցում էինք շուտ ներում էինք իրար։ Ժամանակին երբ չունեիք այդ հոգեբանական լծակները, իրավիճակները վերլուծելու այնպես, ինչպես հիմա ենք սովորվել լուծել, որովհետև ամեն դեպքում հիմա նույնիսկ եթե մարդը հոգեբանական ոչ մի գիրք չի կարդացել, գոնե 3 ռիլ տեսնելով ինչ որ ինֆորմացիա ստանում է, բայց այն ժամանակ ինչպես էիք իրավիճակները վերլուծում, իրար հետ շփվելով, ընկերուհի, հարևան, բարեկամ, իրար օգնում էինք, պատմում եք ու իմանում եք, որ դիմացինի մոտ էլ է այդպես եղել։ Իհարկե։ Դա շատ էր օգնում շփվելը։ Հիմա չկա այդ շփվելը, քիչացել է։ Իմիջիայլոց աշխատել եմ Վարդենիսի շրջանում, Ցովակ գյուղում։ Ավարտելուց հետո ինքս ամուսնուս հետ որոշեցինք, բալիկել ունեի 2 տարեկան։ Որոշեցինք գնալ գյուղ, այնտեղ սկսել աշխատելը, դասավանդում էինք։ Այդ այնքան քաղցր ժամանակ անցկացրինք, ուրիշները փախնում էին իմ համակուրսեցիները գյուղից։ Իսկ մենք մեր հոժարկ, որ գնացինք մինիստրություն կադրերի բաժին, ասեցինք մենք ուզում ենք գնանք գյուղ աշխատելու, ամբողջ մինիստրությունը եկել է մեզ հետ ուզում էր ծանոթանալ, թե ոնց է մենք ենք ուզում գնանք աշխատել։ Դուք Երևանում եք ծնվել մեծացել։ Այո, Երևանում ծնվել մեծացել։ Բայց այնքան ճիշտ քայլ արեցինք, առանձնացանք, ինքնուրույն դարձանք այդ ժամանակաշրջանում, արդեն դե ծնողները քաղաքում էին գալիս, գնում էին, մենք էինք գնում, բայց հիմնականում մենք էինք, այ դա փորձ տվեց կյանքի։ Ու ես տեսա, որ դա շատ կարևոր բան է երիտասարդության համար։ Հենց սկզբից պետք է թողնել, որ իրենք իրենց քայլերով գնան առաջ։ Ու ես էլ հաղթահարեցի, դժվար էր, այդքան հեշտ չէր, պայմաններ չկար, ջուր չկար, ջեռուցում չկար, այդ ամեն ինչը պետք էր անել։ Բայց այնքան քաղցր հիշողությունները մենք էինք, մեր բալիկը։ Մեր երկրում համենայն դեպս գրեթե ամեն բան կենտրոնացած է մայրաքաղաքում։ Վերջին ժամանակներում իհարկե փորձում են տարբեր ծրագրեր իրականացնել, մարզերնել, աշխուժացնել ակտիվ կյանքի տեսանկյունից, բայց ամեն դեպքում մենք համամասնորեն բաժանված կյանք չունենք։ Գրեթե ամեն բան կենտրոնացած է Երևանում եւ դրա համար շատերը փորձում են մարզերից գալ Երևան ավելի լայն հնարավորությունների հետևից, բայց մարզերում կա մի ազատություն, որը երևի թե Երևանում չկա։ Գյուղական կյանքը ինչ տվեց ձեզ այս տեսանկյունից։ Այնքան քաղցր կյանք էր։ Նախ մարդիկ էին շատ բարի ու շատ լավ, այնքան օգնեցին մեզ։ Ամեն ինչով օգնում էին, հարցնում էին ինչ է պետք, չնայած մենք մեր ամեն ինչը տարել ենք մեզ հետ, բայց իրենք պատրաստ օգնում էին, թե մեծերը, թե նույնիսկ աշակերտները։ Ես ուսուցչուհի եմ մասնագիտությամբ։ Շատ լավ հիշողություններ ա, շատ հավաքվում էինք երեկոյան, հեռուստացույց չունեինք, նոր էինք գնացել, դեռ նոր էինք սկսում վաստակել, հեռուստացույց չունեինք, ոչինչ չունեինք, թերթել չէինք ստանում այն ժամանակ, բայց այնքան բուռն կյանք էր, դե առավոտյան գնում էինք դպրոց երեխաների հետ, իսկ երեկոյան մենք շենքում մասնագետների շենք էր, ուսուցիչների շենք էր, բոլորը երիտասարդ էին ինստիտուտից հետո հավաքվում էին մեր տանը, որտեղ ես երեխա ունեի, պետք է շուտ քնացնեի, ուրիշ տեղ չէի գնում երեկոյան, իմ մոտ էին հավաքվում։ Հաճույքով պատրաստում էի բոլորի համար, 10 հոգով, 15 հոգով հավաքվում ենք մեր տան ամբողջ օրը զրուցում, շփվում, այ հիմա չկա դա։ Ես շատ եմ սիրում մեր երիտասարդությունը, ուղղակի հմայվում եմ դրանցով հիմիկվա երիտասարդության հետ, բայց այդ շփումը, այդ ամիջական շփումը, որ կար մեր ժամանակ, հիմա չկա, հիմա ուրիշ ձևի է, չեմ ասում հիմա վատ այն ժամանակ լավ էր, ուղղակի լրիվ տարբեր են։ Ուղղակի մարդիկ, ովքեր այդ մեծ հավաքների մասն են եղել, գիտեն դրա քաղցրությունը ու ինչ որ պահի ժամանակի թելադրանքի հետ դժվարությամբ են հարմարվում, որովհետև ասում, այո, համաձայն եմ, շատ դժվար է, բայց հիմա կյանքը այնպեսին է դարել, որ երևի հնարավոր չէ այդպես ոնց որ մենք էինք հավաքվում,
ու հաճույք ստանում այդ մեր շփումից։ Իրար խորհուրդ էինք տալիս, իրար օգնում էինք, իրար մասին պատմում էինք, շատ հետաքրքիր կյանք էր։ Բոլորը օգնում էին մեր բալիկը մեծացնելու։ Մի կողմից հիմա շոտ ավելի հստակ են դրվում անձնական սահմանները եւ դրանում դրական մի բան կա, որովհետեւ մենք կարողանում ենք տարանջատել մեր սահմանը, որպեսզի օտար մարդիկ այդ սահմանից ներս չգան։ Նախկինում, եթե որևէ մեկի հետ խոսեիր այդ անձնական սահմանի մասին, կվիրավորվեր խախտողը, ոչ թե այն մարդը, ում սահմանը խախտվել էր, բայց այդ ամբողջ իրավիճակում ամեն դեպքում մի հատ քաղցր բան կար, այդ հարազատություններ, որ նույնիսկ օտար մարդկանց կապում էր իրար։ Այո։ Երբ երկուսի միջև համեմատական եք տանում, ըստ ձեզ այս անձնական սահմանների ժամանակաշրջանն է ավելի ճիշտ, թե այն ժամանակաշրջանը, երբ գուցե այդ անձնական սահմանները չկային, բայց կար հարազատական այսպես շղթա։ Իհարկե ինձ այդ ազատություններ, այդ շփումն է ավելի հաճելի իմ տարիքի մարդկանց համար, բոլորի համար։ Ես հասկանում եմ հիմիկվա երիտասարդներին, նրանք լրիվ ուրիշ մտածելակերպ ունեն, ուրիշ աշխարհում են, արագ են ամեն ինչ անում, շուտ են բռնում։ Մենք այդպես չէինք, մենք ուրիշ ձևի էինք։ Մեր կյանքը դանդաղ էր, հանգիստ, արդեն կազմավորված, արդեն պլանավորված, մենք գիտեինք վաղը ինչ ենք անում։ Հիմա տենց չի, հիմա նենց բուրն ամեն ինչ արագ, ես ուղղակի հիանում եմ, ոնց են երիտասարդները տենց առաջ գնում շատ շուտ։ Մենք այդպես չէինք, բայց մեզ մոտ էլ կար, մեր մեջ կար ինչ-որ քաղցրություն, որ հիմա ինչ թվում է չկա, այդ թեկուզ հարևանների հետ։ Հարևաններով հավաքվում էինք, սուրճ, թեյ, ուրիշ ոչ մի բան, ասենք կարայինք մի բաժակ թեյ խմեինք ու այնպեսի մի հաճույք ստանայինք իրար հետ շփվելուց։ Ոչ մի հոգեբան մեզ պետք չէր, մենք էինք հոգեբաններ իրար համար։ Անձնական հոգեբաններ էինք մենք մեր հարևաններով, մեր ընկերուհիներով, ընկերներով, այլ բարեկամների մասին չեմ էլ ասում։ Հիմա ուրիշ ձևի է։ Հիմա լրիվ ուրիշ ձևի է, սա էլ իր քաղցրությունն ունի, հետաքրքրություն։ Մենք մինչև նկարահանումը խոսում էինք, դուք ապրում եք Երևանի կենտրոնում, բայց հին թաղամասում չեք ապրում, որտեղ կա դեռ այդ հարևանների մշակույթը։ Հավանաբար հիմա հարևաններին չեք էլ ճանաչում։ Չեմ էլ ճանաչում, ճիշտ եք ասում, չեմ էլ ճանաչում։ Այդպես է փոխվել է կյանքը։ Կյանքի փոփոխությունները միանգամից ու բաց ընդունեցիք, թե սկզբում կռիվ ունեիք դրանց հետ, հետո հասկացաք, որ կամ պետք է կռվով ու անհաշտ ապրել, կամ պետք է ընդունել իրականությունը, հաշտ ու խաղաղ ապրել։ Այդ ճիշտ եք ասում, պետք է հաշտ ու խաղաղ ապրել, ընդունել։ Իհարկե դժվար էր։ Ես էլ չէի կարողանում, ինձ համար դժվար էր դա։ Ես սովոր եմ, որ հարևաններ, բարեկամներ, մեր տանը դռները բաց էին, ծնողներիս տանն եմ ասում, հետո երբ որ ամուսնացա էլի նույն ձևի, բայց հետո հասկացա, որ պետք է հարմարվես, կյանքն է փոխվելու, դու պետք է հարմարվես, սիրես այդ կյանքը, հաշտվես հետ, որ կարողանաս լավ ապրել, սիրով ապրել, կարևորը պետք է սիրով ապրել, մարդկանց սիրել, շրջապատը սիրել, երբ որ սիրում ես, ամեն ինչ լավ է։ Կռիվը իրականության հետ ինչպես էր դրսևորվում ձեզ մոտ, որը հետո փոխվեց։ Դեպրեսիաներ եմ ունեցել։ Ամեն ինչ էլ եղել է։ Ես երկնքից չեմ իջել։ Ամեն ինչ որ մարդկանց մոտ լինում է, իմ մոտ եղել է։ Ուզում եմ խոսել նաև ձեր ուսուցչական կյանքի մասին, որովհետև մանկավարժ լինելը կենսակերպ է։ Մարդը կամ լավ մանկավարժ է, կամ մանկավարժ չի առհասարակ ու երևի թե այստեղ այդքան էլ էական չեն գիտելիքների պաշարը, որքան մոտեցումը մանկավարժական, որովհետև երբեմն շատ մեծ գիտելիքների պաշարով մանկավարժները կարող են պարզապես չկարողանալ փոխանցել աշակերտներին իրենց գիտելիքը, որովհետև չկարողանան կոնտակտի դուրս գալ աշակերտների հետ։ Տեսեք, մենք խոսում ենք ձեր անընդհատ կյանքին ընդառաջ գնալու մասին, անընդհատ ժամանակի հրամայականները չմերժելու մասին։ Ինչքանով փոքր սերնդի հետ շփումը ձեզ օգնեց ավելի հեշտ ձեր կյանք ընդունել ժամանակի նոր հրամայականները։ Ես երկար չեմ աշխատել մասնագիտությամբ։ Հիմնականում այդ ծովագյուղում էինք աշխատում, երբ որ եկա քաղաք, գիտահետազոտական ինստիտուտում էինք աշխատում, ինֆորմացիայի բաժնում։ Բայց այդ գյուղի իմ փորձը դպրոցում
Մեծ հաճույք պատճառեց ինձ, իհարկե։ Ստացվում էր երեխաների հետ շփվելը շատ։ Նույնիսկ գալիս էին տունը պարապելու։ Իրանք էլ էին հաճույքով մեզ հետ շփվում։ Հետաքրքիր էր շատ, որովհետև նրանք տարբերվում էին քաղաքի երեխաներից։ Դա էր շատ հետաքրքիր։ Իրանք լրիվ ուրիշ էին, ավելի անմիջական, ձգտում էին դեպի մեզ։ Հաճելի էր շատ հետները շփվել, ստացվում էր ինձ մոտ ամեն ինչը։ Ուղղակի այնպես ստացվեց, որ երբ որ հետ եկան քաղաք, այդպես ստացվեց, որ դասավորվեցի ինստիտուտում ու այդպես շարունակվեց, մինչև փլուզվեց երկիրը։ Ամեն դեպքում ինչու հետո հրաժարվեցիք ուսուցչուհու աշխատանքից։ Այդպես ստացվեց, չգիտեմ ինչի տենց եղավ, այդպես ստացվեց։ Մի անգամից որ հետ եկանք ընկերուհիս էր այդ ինստիտուտում աշխատում, ես էլի զբաղվում էի գրքերով, այնտեղ գրադարան կար, գրադարանում ճիշտ է տեխնիկական գրադարան էր, էդ էլ ինձ հաճույք էր պատճառում։ Դուրս եկավ, այդպես էլ մնացի այդտեղ, էլ չփոխեցի։ Իսկ ուսուցչուհու կյանքը կարոտում եք, թե չէ։ Ժամանակ առ ժամանակ կարոտում էի, նույնիսկ մտածում էի փոխել, հետո այդպես էլ չփոխեցի ու անմիջապես երկիրը փոխվեց, հետո հանկարծակի մինչև ուշքի եկանք։ Հիմա իհարկե Երևանի տեմպն էլ է շատ արագացել, բայց ժամանակին կարծես տեմպերի տարբերություններ կար քաղաքներում ու օրինակ Երևանի եւ Մոսկվայի միջև այդ տեմպի տարբերությունը շատ հստակ երևում էր։ Մոսկվան ավելի արագ քաղաք էր համարվում։ Հիմա Երևանն էլ է իհարկե շատ արագ տեմպով, բայց այն ժամանակ, երբ մեկնեցիք Մոսկվա, արդյոք այդ տեմպի փոփոխությունը ձեր կյանքում զգացիք։ Իհարկե, զգացի, ես այնտեղ չեմ աշխատել։ Ես ամուսինս էր աշխատում։ Գիտեք ինչ, ինձ համար այդ տեղափոխվելը այդպես մեծ ստրես չեղավ, որովհետև մենք ապրում էինք մի երկրում։ Մեզ համար Մոսկվան ոնց էինք մեր դպրոցում, որ առաջի դասարանում գիրքը բացում ենք, Մոսկվա, Ստալիցա նաշը, մեր մայրաքաղաքն, այդպես էր այն ժամանակ։ Մենք ինձ համար այդ շարունակությունն էր, ոնց ես սկզբում չէի զգում այդ տարբերությունը։ Ինձ թվում էր ես եկել եմ էլի ուղղակի ուրիշ քաղաք, նույն երկիրն է, հետո կամաց ամեն ինչը փոխվեց, սկզբում այդպես չէր։ Հիմա լրիվ ուրիշ է իհարկե, ոնց որ արտասահման գնաս ինձ համար, որ գնում եմ այնտեղ, ոնց որ արտասահման գնա։ Հարազատ հիշողություններ չեն մնացել։ Մնացել են իհարկե ամուսնուս հետ կապված։ Իհարկե մնացել են։ Տղաս այնտեղ մեծացավ։ Դպրոց գնաց։ Իհարկե կան հիշողություններ, բայց չի քաշում էլ արդեն։ Որ արդեն ամուսինս չկա, ինձ համար էստեղ ամեն ինչը։ Իսկ այն ժամանակ Մոսկվան ձեզ ձգում էր։ Ամեն ինչը կախված էր կյանքի հնարավորություններից, այստեղ ոչ գործ կար, ոչ մի բան չկար։ Ամեն ինչը կանգնեց, փլվեց, ամեն ինչ ահա որ վիճակ էր։ Իսկ այնտեղ կար ամեն ինչը ստացվեց։ Դրանից էլ է շատ բան կախված։ Հիմա ինչպիսին է ձեր առօրյան, ինչպես եք կազմակերպում ձեր օրերը։ Հիմա գիտեք, ես բոլորը զբաղված եմ։ Ես չեմ կարող ասել, որ ինձանով են զբաղվում, պետք էլ չի, որ ինձանով զբաղվեն։ Բոլորը զբաղված են, աշխատում են, սովորում են։ Ես իմ կյանքով ապրում եմ, ես կարողացա այնպես անեմ, որ իմ կյանքը հետաքրքիր լինի։ Առավոտյան իմ գործերով եմ զբաղվում, կարդում եմ, հեռուստացույցերն եմ անպայման նորությունները իմանամ աշխարհում ինչ է կատարվում։ Դուրս եմ գալիս զբոսնելու, հաճույքով հյուր եմ ընդունում, շատ եմ սիրում, երբ որ մարդ է գալիս, մանավանդ հանկարծ որ գալիս են առանց տեղեկացնելու, այնքան դուրս գալիս է, որ սուրպրիզ։ Շատ եմ սիրում մարդկանց հետ շփվել։ Այդ մարդկային շփվելը մարդկանց հետ ինձ համար ամեն ինչ է։ Բոլորի հետ, բոլորի։ Տխուր մի փաստ կա, հիմնականում ավագ սերունդը ավելի սահմանափակ է ընկալում իր կյանքի հնարավորությունները, բայց այդ սահմանափակումը առհասարակ կյանքում մենք այստեղ ենք դնում մեր սահմանափակումները, այսինքն հնարավորությունները մեծ են, դուրը բացում ես նույն արևոտ աշխարհն է, նաև ինչ որ առումով ընտրության հարց է, դուրը բացել թե փակ պահել, բայց ձեր հասակակիցների մեջ կարծում եմ երբեմն բախվում եք խնդրին, որ գուցե շատերը ավելի բողոքող են, գուցե կյանքի հոգսերը կൂട്ടակային ազդեցությամբ
մի քիչ հոգնեցրել են մարդկանց ու ավելի քիչ են կենսախինդ մարդիկ այդ տարիքում հանդիպում։ Արդյոք ձեր հասակակիցների մեջ այսպիսի խնդիր նկատում եք ու ինչպես եք ձևավորում ձեր շրջապատային, ինչ շրջապատ ունեք։ Ճիշտ եք ասում, ես համաձայն եմ ձեր հետ։ Ես շատ կուզեի, որ իմ հասակակիցների հետ իմ տարիքի կանայք հասկանային, զգային, որ իրանք դեռ պետք են իրենց փորձը հետաքրքրությամբ ապրեն իրենց օրը, հասկանան, որ իրանք դեռ պետք են ու շփվեն մարդկանց հետ, դուրս գան այդ վիճակից։ Գնում եմ թատրոն, գնում եմ կինո, գնում եմ ընկերուհիներ ունեմ, որոնք իմ տարիքին են, ինձանից մեծ էլ կան, որոնք էլի տենց կյանքով լի ապրում են։ Հաճախ իրար հետ զբոսնում ենք թեկուզ քաղաքով, սուրճ ենք խմում միասին, սրճարանում ենք նստում, տանն ենք շատ հաճախ հանդիպում, բարեկամներ են գալիս, երեխաների մասին էլ չեմ էլ ասում։ Գտնում եմ ինչ-որ զբաղմունք, սիրում եմ շատ զբոսնել, քայլել երկար։ Տիկին Հասմիկ, դուք անընդհատ շեշտում եք ձեր հարազատների աջակցությունը եւ իրենց կարեւորությունը ձեր կենսախնդության ձևավորման վերաբերյալ։ Իհարկե շատ կարեւոր է հա միջավայրի մարդկանց ուշադրությունը, բայց հենց միջավայրի մարդկանց ուշադրությունն է ձեզ դարձրել այդպիսին, թե դա ձեր տեսակներ, որ ուղղակի ինչ-որ մի պահի կյանքի հանգամանքներից ելնելով փակվել էր եւ պետք էր վերաբացվեր ուղղակի։ Ես կյանքը միշտ սիրել եմ։ Սիրել եմ իր բոլոր դժվարություններով, ուրախություններով, ամեն ինչ ձևով սիրել եմ։ Ուղղակի ինչ որ մի ժամանակ այդպես ստացվեց ու հետո ճիշտ է շրջապատը օգնեց, բայց ես ներքուս կյանքը սիրում եմ, մարդկանց սիրում եմ, հաճույքով շփվում եմ ու սիրում եմ նորություններ։ Իսկ երբ օրինակ տանը մենակ եք լինում, երբեմն դրանից սրտնեղում եք, թե դա էլ եք սիրում։ Չէ, այդ մենակությունն էլ եմ սիրում, կարողանում եմ ինչ-որ բան կազմակերպել։ Այս վերջերս գնացի երաժշտության դասերի։ Աղջիկս խորհուրդ տվեց։ Ես էլ ճիշտ է, ես սովորել եմ, ավարտել եմ, բայց ինչ ավարտել եմ, 70 տարի երևի չեմ մոտեցել դաշնամուրին։ Այնքան շուտ վերականգնվեց, հույսել չունեի, գնացի ուսուցչու մոտ, խնդրեցի, որ ինձ հիշեցնի, որ վերհիշեմ իմ ամեն։ Շատ հեշտ ստացվեց, հիմա հաճույքով նվագում եմ օրինակ, մեծ հաճույքով, հենց մի քիչ ինչ որ տրամադրությունս ընկնում է կամ ինչ որ չգիտեմ ինչ անեմ, անմիջապես վազվում եմ դաշնամուրի մոտ ու ամեն ինչ փոխվում է։ Թերապիա է դառնում, չէ՞։ Այո։ Իմիջիալոց շատ լավ միտք է ձեր ծնողներին կարող եք երաժշտական դասերի ուղղորդել, որովհետև իսկապես թերապիայիկ պես դա կարող է հանգստացնել։ Այո, շատերը նկարչություն են սիրում, կարող են նկարչությամբ զբաղվել, երգել են սիրում, երգել, այդ բոլորը օգնում է։ Տիկին Հասմիկ, իսկ կան երազանքներ, որոնք երիտասարդության զբաղվածության տարիներին չեք հասցրել իրականացնել ու հիմա մտածում եք դրանք իրականացնելու մասին, որովհետև կարծես ազատ ժամանակը հիմա ավելի շատ է։ Օրինակ ուզում եմ օտար լեզու, անգլերեն սովորել։ Մի քիչ դժվար եմ հիշողությանս այդ խնդիրները սկսվել, երևի բոլորի մոտ իմ տարիքի։ Դե լավ, դա տարիքի հարց չէ, դա ժամանակի ուղեղից անապերտվածության հարց է։ Շատ եմ ուզում վերականգնել, ժամանակին լավ էր ինձ ոնց ստացվում, հետո թողեցի, ուզում եմ վերականգնել անգլերենը։ Կուզեի ավելի շատ ճանապարհորդել հաճույքով, չնայած էլ պակասություն չկա, բայց ավելի շատ մարդկանց հետ շփվել, շատ մարդկանց տարբեր ասպարեզներից։ Իդեպ վերջին շրջանում մեկնել եք Բարսելոնա, ձեր թորնիկներից մեկը բալիկ էր ունեցել։ Այս ճամփորդությունները ինչ են ձեզ տալիս ու ինչքանով են օգնում ամեն անգամ նոր երկիր տեսնելով կյանքը նորովի սիրելու ճանաչել։ Այո, նոր վերածնվում ես ամեն անգամ, երբ որ գալիս ես ճամփորդություն, մանավանդ երբ որ գնում ես հարազատիդ մոտ, նոր կյանք տված, նոր ծնված երեխային, այնքան հաճույք ստացանք, ընդամենը 4 օր մնացինք, բայց դա մի ուրիշ երևույթ էր, այդ երեխան, այդ մեր հավաքվեցինք, այնտեղ զատիկ նշեցինք, ձուներ կեցինք, փլավ անպայման, լավաշ, ամեն ինչը բոլոր օրենքներով, մեր ադատներով արեցինք, հավաքվեցինք սեղանի շուրջը, փեսաներ, ծորնիկներ, թորնիկներ, մեծ բավականություն ստացած հետ եկանք ու ավելի երջանկանում ես այդպես այդ ճամփորդություններից հետո։
Տիկին Հասմիկ խորհրդային միության տարիներին ճամփորդությունները ավելի շատ հենց խորհրդային միության երկրներում էին։ Վերջին եւ թե 20 տարում ավելի շատ զարգացավ ու բացվեցին մեր հնարավորություններն ու ճանապարհները դեպի Եվրոպա։ Այ եթե աշխարհը այսպես որոշակի զոնաների բաժանենք, այն երկրները, որտեղ որ դուք եղել եք, որ ուղղություններն են, որ ձեզ ավելի մեծ էներգիա են տվել։ Հիմա որ ասեմ բոլորը, մեծ հաճիկով Եվրոպա եմ գնում, շատ եմ սիրում Եվրոպա գնալ, սիրում եմ Ռուսաստան գնալ, Մոսկվան շատ եմ սիրում, այնտեղ ապրել եմ։ Բոլոր ուղղություններն էլ սիրում եմ։ Իսկ ձեր սիրո քաղաքը ո՞րն է։ Երևանը։ Երևանը ոչինչ չի փոխարինի։ Որովհետև ձեր եւ ձեր ամուսնու սերը հենց այստեղ է ծնվել։ Այո, իմ ծնողներն էին շատ սիրում, իմ մեր տունը հարազատ, իմ ծնողների տունը, բոլորին եմ սիրում։ Սիրում եմ, շատ եմ սիրում իմ հայրենիքը, իմ Հայաստանը, իմ Երևանը։ Ճանապարհորդում եք նաև մենակ, թե հիմնականում հարազատների հետ։ Հիմնականում հարազատների հետ մենակ եմ ճամփորդում, օրինակ անցյալ տարի մենակ Շվեյցարիա մեկնեցի։ Օ, Այնպես էի վախենում։ Ասում էի, ճանապարհին չկորեմ, որտեղ պետք է փոխեի ինքնաթիռը, թռակ Վենայից պետք է թռնեի Ցյուրիխ։ Այնտեղ ունեմ մոտիկ ընկերուհի, մանկությանս ընկերուհին, 61 թվից միասին ենք։ Շատ իրար սիրում ենք։ Ինքը այնտեղ է ապրում աղջկա մոտ։ Մենակ տոմսը վերցրեցի ու գնացի։ Շատ լավ հասատեղ, այնտեղ միասին այնքան լավ մի ամիս ման եկա։ Այնտեղից Գերմանիա մեկնեցինք, հետո Ֆրանսիա, հետո նորից հետ եկա Բարսելոնա, Թորնիկիս մոտ, հետո այնտեղից մենակ էլի հասա Բարսելոնայից էլ դրա Երևան։ Շատ ուրախացել էի, որ ինքս եմ արել այդ մենակ։ Ձեզ համար ինչ որ առումով փոքրիկ հաղթանակներ էին բոլոր այն քայլերը, որտեղ հասկանում եք, որ ինքնուրույն եք, որովհետև իհարկե շատ հաճելի հանգամանքներում, բայց կարծես թե կյանքում այդ ինքնուրույն լինելու հնարավորությունը չէիք ունեցել։ Այո, եւ այնքան էի ուրախացել, պարծենում էի, որ կարողացա։ Մարդ պիտի ամեն մի փոքր հաղթանակից ուրախանա։ Անպայման պետք չէ, որ ինչ-որ մեծ իրադարձություններ լինեն, հպարտ։ Ամեն մի փոքր հաղթահարումը արդեն ուրախություն է բերում։ Տիկին Հասմիկ, շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար ու ձեր այսպես դրական օրինակի եւ դրական էներգիայի համար։ Եվ իսկապես շատ մեծ հույս ունեմ, որ դուք օրինակ կդառնաք ձեր շատ հասակակիցների համար, որ կյանքը հենց հիմա պատուհանից այն կողմ եռում է եւ այդ կյանքը բոլորինս է, ուղղակի պետք է վայելել։ Այո, ես եմ շնորհակալ ձեզ։ Մեծ հաճույք ստացա ձեր հետ զրուցելուց։ Ես նույնպես։ Բոլորին մաղթում եմ առողջություն, երջանկություն, երկար կյանք, կարևորը ապրեք սիրով, ուրախ եւ ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալ եմ։ Հետևեք Life Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։